Դից այս աշխարհում չկա ոչ մի հարաբերության տեսակ, որը կարա աշխատի։ Ես չի ուզի հայտնի լինել, դու կուզեիր հայտնի լինես։ Նա ինչու։ Չգիտեմ ճիշտ։ Կուզեիր օրինակ չոր գիտնական լինեիր։ Գիտնական։ Կամ ինչ-որ բան հայտնագործած լինեիր ու տենց նորմալ հայտնի լինեիր։ Չէ։ Բա կուզեիր ինչ-որ լավ երգիչ լինեիր, տենց հայտնի։ Չէ։ Ես կուզեի Լավ ստենդափեր լինեիր հայտնի։ Ասի կուզեի լսելի լինեի ուղղակի, որ Բացական կարևոր մտքեր ունես։ Չեմ մտածում, որ կարևոր մտքեր ունեմ, բայց ինձ թվում է ինչ որ բաներ կա, որ էլի կարող եմ պատկերացումն է, բայց իմ ջոգելով մի քիչ օբյեկտիվ է, էլի։ Որ բաներ կա, որ տենց ավելի հասարակությունը ավելի բարի սարքող ինչ որ գաղափարներ կա։ Ես ինֆլուենսեր լինես, էլի որ ազդի խոսքդ մարդկանց վրա։ Հա, այդ եմ ուզում։ Էդ էլի կամ ստառնես Instagram ջնջել ես, չես կարա։ Հա, Գործիքն է գլխավոր։ Հա, ոնց որ ես համը ինքս իմ դեմ գնամ այդ ասու։ Ես ոնց որ համուզեմ։ Ես պետք է հասնեմ մի բանի, որը անհնար է։ Հա, բոլորին ճանապարհները կփակ են դրա համար, բայց կհասնեմ։ Այդ գիտես, ես եմ ուզում հաջողակ լինեմ, կատակ եմ չեմ ուզում հաջողակ լինեմ, բայց ուզում եմ կարիերա ունենամ, բայց ոչ ոք չանեմ, օթից ինչ ոսացվի։ Ոնց որ ուզում ես որ պրոստը գնահատես։ Հա, չէ՞։ Ուղղակի լինես, ինչ որ մարդիկ ես կճան։ Հա։ Ջանք չգործադրես էլի։ Աշում հայ ես պրոստը կուզեի որ լսելի լինեի այդ բանի համար, որ այն ինչը որ իմ ջոգելով տենց ավելի հանրոք ու տա, այդպես գաղափարները մի քիչ հնարավորություն ունենայի տարածել, ջոգում որ դա է սուբյեկտիվ օբշի, բայց մյուս կողմից իմ գլխավոր գաղափարը նրանում է, որ ամեն մարդ փորձի չվնասել մյուս մարդկանց։ Թե ինքը իր համար ինչ ուզում է անի, թա։ Դա։ Բայց դա գլոբալ չկա հասարակության մեջ, էլ այդ չվնասել է։ Քո իրավունքը վերջանում է դա, որտեղ սկսում է իմ իրավունք։ Հա։ Հա, մեր հավասարեցին աս։ Հա, իրավունքը, այդ ինչ է նշանակում։ Այսինքն մարդը ազատ է։ Հա, քանի Իմ ազատությունը իրական իրավունք չի, ազատություն վերջանում է դա, որտեղ սկսում է քո ազատությունը։ Ազատություն, հա, ոնց որ այդ ազատ լինելու իրավունքը միշտ անսահմանափակ չի։ Վերջանում է այնտեղ, որտեղ արդեն կարող վնասի ինչ-որ մեկին։ Իսկն դու ազատ ես։ Բայց այդ վնասելու գաղափարն էլ է բան, էլի, տենց ոչ միանշանակ խոսքի որ բայից է դա վնասել համարվում։ Ես օրինակ եթե դու չես սիրում խոսքի գազարագույն կեպ կա, դու չես սիրում, դա քո վրա ազդում է։ Իսկ ինձ դուր է գալիս։ Հիմա եթե ես դա դրեցի, դու այդ տեսար ներվայնացար, դա всё ուրեմն ստացեց, որ ես քո ազատությանը կպա։ Ես շատ ֆլատ օրինակ ես բերում, նորմալ օրինակ չունես։ Դե նմանատիպ բան եմ էլի ուզում ասեմ, ոնց որ Աշում այն որ նկատում եմ ես ինչ որ բան իմ համար եմ անում, ոչ թե ուրիշների նինադու կամ ուրիշների համար, բայց ինչ որ մեկին դա չի դզում։ Բայց եթե չես վնասում, այդ արդեն իրենց խնդիրն է։ Բայց դա վնասել չի համարվում։ Լավ, ավելի բան մեր հասարակության բանը, խոսքի մազերս ներկում եմ կապույտ խոսքի։ Հա, ում ես։ Ու ելնում ինչ որ մարդիկ դրանից ներվանում են, իրենց օրը փչանում է, որտեղ մտածում են մեր հասարակ։ Դու պատասխան չես մարդկանց էմոցիաների համար այն առումով, երբ որ դու ինչ որ բան չես անում, որը իլեգալ է, այսինքն Պրոստը քո մազերի գույնը, եթե ինչ-որ մեկի ներվային ազդում է, այդ ինքը պետք է գնա աշխատի իր ներվերի հետ։ Դա չի կարող։ Բայց քայլել ինչ-որ մեկի ուսին խփելն էլ է լեգալ։ Դա լեգալ է մի քիչ։ Տենց լեգալ չէ։ Ես իմ բարապաշա, չէ տենց լեգալ, ոչ տենց լեգալ։ Դա բայց Շեյսը ծայրահասում ես, իսկ հասկանում ես ինչի մասին է խոսքը։ Ես ծայրահասում, որտեղ ուզում եմ ասեմ, որ այդ սահմանը շատ դժվար շոշափելի է, էլի, դու շատ սուբյեկտիվ է։ Ոնց որ դե բանայ, ոնց որ այդ նորմեր, որ ասում լեգալ չի լեգալ եւ այն կա նորմեր, որոնք իրավական են եւ կա նորմեր, որոնք սոցիալական են, չէ՞։ Երևի։ Հա։ Հիմա այդ սոցիալական նորմերը շատ սահուն չէ, այսինքն շատ դողացված սահմաններ ունեն, էլի։ Այդ հասարակությունը որոշում դուրջ են չծածում։ Չէ դրուր։ Անկրեին։ Մի խոսքով այդ սահմանները հստակ չի
հասարակության չէ, ոչ մենակ ինչ որ բան օքեյ, այն ինչ որ բան օքեյ չի։ Ու դա միանշանակ պատասխան չունի այդ քո ասածը։ Բայց այդ չի կարա լինի օրինակ, չգիտեմ, ինչ որ իսկը արտաքին տեսքիդ հետ կապված բան, որ օրինակ տկլոր չես գնում, որովհետև տենց դու ինձ թվում է սարական բռնության ես ենթարկում մարդկանց ստիպել։ Որովհետև ստիպում ես մարդկանց տեսնել քո սարական օրգաններ, օրինակ, եթե դու ոչ ես տկլոր գնալ։ Ես իմ համար եմ տկլոր ելնում, ոչ թե իրաց։ Նույնիսկ այդ աշխատավայրում ինձ թվում է, նույն կախված իհարկե աշխատանքի վայրից, բայց շատ բաց, շատ կարճ, շատ այդ մենակ աղջիկին չվերաբերում էլի։ Ոնց որ տակի մայկով օրինակ, կամ չգիտեմ, այդել հանած։ Ուղղակի ոչ ես որ շոկամ մայկի հանած, բայց սիրուն կազմած կունես օրինակ, ոչ ես որ տենց ես գնում, այդ մեկը չի համարվում էլի։ Okay, այդ համարվում է սարական բռնության տեսակ։ Ես դե այդքանը չեմ կիսում այդ գաղափարը։ Ինչու՞։ Որտեղ դու էլի նույն ձև դու անում ես քո համար, ոնց որ խոսքի քո մազերն ներկելն ես քո համար անում։ Այդ եմ ալի, ասում կա սոցիալական նորմեր, օրինակ ստեղ այդ սոցիալական նորմի մեջ չի մտնում։ Այսինքն որովհետև դու այդ տարածքում մենակ դու չես, դու քո համար չես անում։ Դու գնում ես մազ ներկելը չի մտնում էլի այդ բանի մեջ։ Դուս չի այդ նորմերից Հայաստանում խոսքի բանով, ականջով տղեն բան։ Չէ, вообще չէ։ Ինչ ականջով մարդը տեսնում նեղում ես, Սամվել Ես չեմ նեղվում, բայց ուզում ասեմ Մարտիրոսյանին ով է բան ասում ինքը ականջով։ Չգիտեմ այդ ով է։ Գիտեմ։ Բայց ես սոցիալական մեդիայի հայտնիցած եմ, ինչ որ բան սխալ են դինում գրում են չգիտեմ։ Ոչ հիմա եթե մեր հասարակության մեջ դա օքեյ չի։ Գլոբալ, то есть սուրը անկալվում է դա։ Հիմա այդ համարվում որ պետք է չարվի, ըստ այդ տրամբանության, թե չէ, բայց մեկը խի համարվում։ Ծածկած համարես որ օրինակ տկլոր գնալը եւ կանաչ մազերով քայլելը նույն բանն է։ Հա, որտեվ ինչ որ հասարակության մեջ տկլոր գնալն էլ է օքեյ։ Չեմ ասում դաժե ինչ որ Աֆրիկա բան ու նման տեղ։ Ոսկի ինչ որ վերցնենք ինչ որ բան, շատ պլաժնի ինչ որ երեխի։ Ենթադրենք որ Բրազիլիայի ինչ որ ծովափնյա քաղաք, հա, այնտեղ օքեյ է, մարդիկ իրար սաղորը տեսնում փողոցում քայլելուց, խանութ մտնելուց կարա տորսը բաց մտնի։ Իրանց մոտ նորմալ է դա, մեր մոտ նորմալ չի։ Մեր մոտ կապույտ մազերն է նորմալ չի։ Բայց ես մերկ նկատին էի, ու մեկ է նկատին էի ֆորմալ աշխատանքային վայրերը։ Ստեղ լավ, օքեյ, ստեղ մեկը մերկ տորսով մտնի խանութ, դա կհամարվի սեռական ինչ որ ասեցիր, ոտնձգություն երևի։ Հա։ Okay. Բայց օրինակ մի հատ բան հետաքրքիր հագնվելու հետ կապված։ Դու եղել ես Վրաստանում, օրինակ դեռ համատենք Վրաստանի հետ։ Դու քեզ ոնց ես հագնվելու տեսանկյունից, դու քեզ նույնիսկ ազատում ես ստեղ ունդեղ, թե տարբերություն ինչ որ ձև զգում ես։ Օրինակ ինչ հագնես, ոնց հագնես, կոմֆորտ։ Թե տղաների մոտ մի քիչ է տարբերություն չկա։ Չէ, ես ջոգում եմ, ինչ ես ասում։ Ինձ թվում է գիտես խի չկա, որտեվ ես իմ շորերը առնում եմ ստեղ ու առնում եմ ինչ որ ստեղ կհագնեմ, որ գնում եմ ընդ էլի այդ նույն բանն եմ հագնում, նույն ձև եմ ինձ զգում, բայց կարող եմ ընդ ապրեի։ Ես ճիշտ չկա տենց ինչ որ հագուստի, ինչ որ բան, որ ես ինձ ստեղ սահմանափակում եմ, բայց դա ինձ թվում է նրանց է որ տղերքի հագուստը ավելի ճկուն ու բանը օքեյ է, էլի։ Ճկունը սխսևը։ Չէ, նկատին եմ ճկուն են առնում որ սաղ օքեյ է մոտավոր ինչ որ կա, էլի։ То есть տենց մոմենտ չկա շատ կարճ հագնել, բաց հագնել ու նման բաներ։ То есть даже բաց է, то есть տղերքան սառոջքի 3 կոճակը չեն կոճկում, բայց դա նորմալ է։ Որտեղ տակից այնքան մասկա ոչ։ Բայց աղջիկի դեպքում հա կա այդ մոմենտը միանշանակ կա։ Ես ուղղակի ուզում էի հիշեմ զգացողության տարբերությունը ինչքան է, երբ որ դու ուրիշ երկրում նույն բանը օրինակ որ կա ստեղ հագնես, նես չէ, ինչ որ շատ տարբեր բաներ եմ հագնում։ Բայց օրինակ նույն բանը ստեղ հագնելուց ու դուրսում հագնելուց ինչքան կոմֆորտ է ուրիշ տեղ, որովհետև ինձ մեծ հաճելի զգացողություն կա, որ բոլոր թքած ունեն քո վրա, շատ եմ սիրում այդ զգացողությունը։ Ստեղ չկա։ Հա, ես օրինակ Վրաստանում դա վայելում եմ ոչ թե հագնվել բան տեսանկյունից, այլ նո вообще արտաքին հետ կապված, երբ որ առաջի անգամ էի գնացել Վրաստան, այն վաղտ առաջի անգամ այն մազերս երկար արել ու այն վաղտ ստեղ ոչ չէի կապում մազերս ու ես կապում եմ։ Просто երկրում, հա։ Ու մտածում ես ոչ ավելի վատ է, քան երկար է, ստեղ ընդուն թե դա։ Ոչը ավելի աշկ ծակող է ինձ թվում է։ Հա? Հա։ Ինձ թվում է
Մարդ։ Կարա։ Աստված։ Սա բարձած է։ Կանք մարաջակով դիշում մարդ։ Եկես մար։ Հայ չի։ Հոսանք ոչ մի բան չի լինի իր այդ ընթացքում։ Ոյսը։ Հայ չնենք։ Ոչ մի այդ փոչ կապելու տեսանկյունից ինձ ավելի այնտեղ ազատ է զգում տեսանկյունից, բայց մնացած բաներում արտաքինի հետ կապված չէ։ Բայց ինչը որ կա միշտ մինչև հիմա, այդ այնա որ պրոստը ավելորդ հայացքներ չես զգում վրա այդ։ Բան են, չէ՞, նայում են ոնց որ հետ մշակութային շոկ եմ ապրում Հայաստան գալուց։ Այն օրը քայլում եմ, մի հատ մարդ sense ասենք աչքերս մեջ նելով շոտ քայլում եմ, ասես դասում ինչ որ բան են չի ու բան, նենց տրիվոգա ու բան եղավ, բանի կարճ այդ մարդը շատ վստահ դեմք չուներ, էլի։ Ասում դոցի կողո ինչ որ ասես չեմ նայում հետ, բայց ասես դոցում կողո հետ այս կոս, կողո նայում բա, ու տենց էլի մի քանի անգամ։ Ասես նենց նայում են դեմքի տորանց քաշվելու։ Հա, պրոստը Դա տենց հայերը միշտ պրոստը դու Լիտվայից հետո հետես։ Ես չէի նայում ուղղակի պատաբար հայացքս կպավ դրա համար տենց վախենալու թվոց։ Չգիտեմ, ես միշտ էդ զգացել եմ։ Ոչմ դար միշտ չի որ չարությամբ են նայում։ Ոչ ես էլ եմ իրական շատ նայում մարդկանց։ Հա, դա։ Ես օրինակ ինձ մեկ հետաքրքիր է նայել մարդկանց, բայց ես այդ բանը ֆիքսում եմ, որ եթե այդ մարդն է ինձ անան, ջոգում որ հեսա ես իրեն դիսկոմֆորտ կպատճառեմ, եթե շարունակեմ։ Օջքերի մեջ ինչ որ բան, այդ էլի ոնց որ նայել, ես նայելն դեմ չէ։ Բայց sense նայելու ձև կա մի հատ վախենալու։ Դա ես գիտես ինչից եմ բանալու։ Նայվում այդ նայելու այդ կապված, ոնց որ մյուս կողմից գամե ես ուզում եմ ազատ նայեմ մարդկանց, որտեղ զայր բանն է, չէ։ Ինչ է լայ։ Թիկնոցն է նայր, կախարտական ու ինչը սայրան։ Որ թափանցիկ լինի։ Որ նայր, ես մենակ դրա համար։ Ես էլ որ ասում եմ խեն նայում։ Ես կուզեի որ նստեի բոլորին նայեն։ Ուսիած սպաղմունքն է, կստես գնաց որ կտրեցի ես ասում։ Հարսանիքներին Ես հարսանիքներին ամենասիրած սպաղմունքն է, ուղղակի նստել եւ նայել մարդկանց։ Ամենալավ։ Բուբանը։ Լավ հակ եթե չեք օգտագործում։ Հարսանիքներին նստում ես, մտքիդ մեջ կատեգորիաներ ես առանձնացնում, լավագույն պարող, լավ վատագույն պարող, մրցանակաբաշխություն ես անում, այնտեղ չգիտեմ լավագույն հագուստ, ամենասիմպաթիչնի, չգիտեմ, դու մենակ լավ բաներն ես նայում, չէ։ Հա, տենց ոնց որ բոլոր տեսակի, ու խնդալու ես, նենց ուրախ մտքում տանցրում, կարաս մենակ եկնես արսանեք ուրախանցի։ Խոսքը ձերն է։ Ասում եմ որ քեզ տիկնոցի փոխարեն ուղղակի այդ մարդկանց ինքնավստահությունից է պետք։ Որ մարդկանց։ Այդ ովքեր որ այդպես անանում են աչքերիդ մեջ։ Դες իրանք բավական նույնն են անում ինչ որ դու կուզեիր, բայց քեզ այդ անելու համար տիկնոց է պետք, իսկ իրենց Չէ, ես չեմ ասում մարդկանց աչքերին նայեմ, դա ուրիշ է։ Ես ինչ եմ սիրում, որ sense սրճաններ ալին, պատուհանի տակ։ Նստես, ու ամենասոտանոյին նայես։ Հաճելի կնմեկնելնի քննարկեք իրար հետ։ Իսկ մեր մոտ իրական տենց է տանը պատուանը որ փողոցին է նայում, այդպես ժամերով պրոստը կաս մարդկանց նայ շատ հետաքրքիր են։ Պատկերացնում։ Մեկ իրենք իրանցով են հետաքրքիր, մեկ դու ես հետաքրքրություն ման գալիս խոսքի, թե ինչ է այդ բան մտածում, ուր կգնա հետո, բա տենց։ Որ Տաշիր սթրիթում էի աշխատում, մի քանի ամիս աշխատել եմ որ ուսանող էի, իմ լավագույն աշխատանքը էր։ Ոբշե գործ չկար, ոչ մի չէր գալիս։ Առողջիկ գիրք էին կարդում ու բան էինք նայում, Շարլոկն էինք նայում։ Մի հատ աղջիկ կար, այնտեղ ես մեծ շատ օրինակ գրուպ կար, որ իմ երևի ամենատարօրինակ շրջապատներ, իմ տարիքի մի հատ աղջիկ էր, ինձ ասում մի 4 տարի փոքր մի հատ տղա էր, որ պետք է բանակ գնար, բայց ոնց է պապի լիներ։ Մի հատ պապի էր, որ միշտ բան էր լուծում, խաչբար էր լուծում, շատ խելացի, ու մի հատ ոնց որ ծոցեր, ով ամուսնացած չէր, բայց շատ ինտելեկտուալ, շատ sense խաղ էներգիայով կին էր, ու մենք sense ընկերներ էինք։ Ոտքինը մեծ գրքեր էր բերում եւ այլն եւ այլն։ Այդ գործի տեղի սաստավն է։ Հա, ոչ մենք գործ չունել, sense մարապեցից ինչ ասում։ Ու նենց լավ էր անցնում այդ աղջիկը այդ բան էին գանում։ Այդ աղջիկը sense շատ հետաքրքիր երևակայություններ։ Մենք sense նստում էինք ու որոշում ենք ամեն անսող դառնողի բան էինք անում։ Մտածում ենք ինքինչ միրգի անում, ինչ բան չեն անում։ Հետո այդ աղջիկը ինչ որ բաներ ես մի քիչ չի անում, հետո ես տենց ռիսկով չեմ, ինքն էր անում, sense բաներ նոթեր էր գրում, դուք այսօր շատ սիրուն եք կամ չգիտեմ, այսօր ձեզ լավ որ, բայց ինչ հիմնական լավ բան է։ Այսօր ձեզ լավ որ։ Ասած վաղը չէ։ Sense ինչ որ սպეციფიկ բաներ էր աշխատում, թեմատիկան չեմ հիշում, ու բաներ անում։
Ոնց դեռ դաշստում եթե կհիշես նստարաններ կար ու որտե մարդիկ էին նստածին, ասենց անկապ կնում կողմեր նստում էր, այդ սիգարներ ցնում էր, հա դուրս էր գալի ու մենք գնանք հեռուստից նայում էինք, որ օրինակ տեսնեն ինչ մարդու վրա էր կպցնում։ Չէ, նստանին, բայց իրա տեղ ոնց որ հետո գնում էինք, տենց բաներ է։ Կամ օրինակ դες կպցնում եմ, ինչ որ մեկ գան նստելուց տեսնի, դա ինչ որ տիպը ձեզ լավ որ դες բաներ է, եթե սպეციფიկ ինչ որ այդ մարդու հետ կապված բան չէ, ու մենք այնքան էինք մարդկանց բանջարեղեն ու միրգ։ Դες նայ։ Երում եք եթե խոսքի դուք նմանակ վարունգի։ Չէ, դա չենք այդ մտածում ենք, ասենք օրինակ ես քեզ ասում եմ ինչ է, ասում եմ իսմը վարում, բայց այշու վադրդենին։ Ինչ որ sense ու բան էինք անում, մոռացամ։ Մի հատ խնդալ պատմություն եմ, չես իմ պատմությունը, բայց պիտի պատմեմ։ Բայց օրինակ մարդիկ կային, մի հատ կիներ եկել, արծաթյա զարդեր էինք վաճառում։ Մի հատ կիներ եկել, ու սենց եկավ աչքերը փակեց, սենց էր անում։ Սենց աչքերը փակ, սենց բաներ անում, մենք դա արդեն չկանք, ասում եմ ինձ թվում է իրն է ընտրում որ դու իրան առնես, էլ ինքն է քեզ ընտրում, ես սենց էներգիան պետք է զգաս։ Բան ու ինքս սենց շատ արիստոկրատ գեղեցիկ հագնված կին է, այնքան ենք ծոմ, դրանից հետո մեր բերերիվ ընտրելը միշտ տենց էր գնում էինք խանութ աչքները փակ։ Ու խոսքը ուրախ էր։ Էս ինչի՞ս ես պատմեց, չեմ։ Գաղափարշում եմ ճիշտ ասած։ Вообще չեմ։ Մարդկանց նայել բայց մինչ այդ բանը իսկ դու ինչ միշտ կամ բանջարեղենս կոժոգելով ինձ գիտես ինչ ասել Ինչ այդ աղջիկ թե ուրիշը ինչ որ մեկ ինձ ասես կարտոշկա Вообще ծրճի կոթ համար Կարաչքիս ես չեմ ուզում լինեմ կարտոշկա կուզել ինչ-որ սիրում միրգ լինեմ օրինակ մանգո Բայց քեզ տենց ես զգում Ես չեմ զգում միրգ, ես ինձ գույն եմ զգում։ Ես զգում եմ կարմիր։ Կարմիր, հա։ Ես օրինակ ինձ բանջարեղեն զգում եմ։ Վարունգ։ Բոյովես։ Կանաչ։ Բոյովը կանաչ։ Կուզես ես ասեմ քո գույնը։ Ասա։ Մուկ կապուրտ։ Մուկ կապուրտ։ Չգիտեմ դաժե։ Դու կարճ չամացես։ Հա, օքեյ։ Դրած չի փոխվել կարծիքը։ Ու քո գույնը։ Շման չի փոխվել ունենց։ Հա, այտենց գույներել էինք ընտրում ճիշտ է։ Հմ։ Ու ըստ ինձ անուն ունի գույն, ըստ այդ աղջիկա էներգիան ունի գույն։ Այսինքն մարդուն ինքը որ տեսնում է, այդ մարդուն առանց անունի բանի պատկերացնում է ինչ որ գույն, ես անունի հետ եմ դա ասում։ Ես էլ եմ ըստ մարդու բանում, դու հիմա ըստ անունի ես, քեզ կարմիր զգում։ Հա, ինձ թվում է իմ անունը կարմիր է, Ես օրինակ ես ինձ թվում է քո անունը գազարագույնոտ է ավելի շատ։ Այդի Արվի կնեղանն է։ Արվինն մի քիչ ուշ գազարագույն է պրոստը։ Okay. Շատ ինտելեկտուալ սրույց է։ Բանը, այդ նայելու հետ կապված գիտես չի ուզում ասել, որ խոսքի մեկ-մեկը լնում է, որ ասենք մետրոյի մեջ մարդկանց եմ տեսնում, ու խոսքի նայում այդ մարդուն իր դեմքը հետաքրքիր է։ Հա։ Բայց ես չեմ կարող իրան շատ երկար նայեմ, որովհետև գիտեմ, որ բան կլինի, ինքը կճնշվի դրանից, բայց իր դեմքը խոսքի գիտես ինչ տիպ է, ասենք ինչ որ ասոցիացիա մոտս առաջացնում։ Իսկ մի անգամ մի հատ աղջիկայի տեսա, ասենց մի բան նայեցի, Մրգի ասոցիացիա։ չէ, ասենց ու մտածում ինքը ոնց որ բան լինի, գերային շիկ լինի։ Բայց տենց չէր, պրոստը շատ նման էր ու փորձում եմ հասկանալ խիան նման, բայց ես չեմ կարող իր վրա երկար նայեմ, որ հասկանամ, բայց որ երկար նայեմ, հաստատ կհասկանամ։ Դրա համար ես ստիվա չէ հեռախոսի մեջ էի նայում, հետո ինչ որ պա իրան էի նայում, հետո էլի սենց, բա վերջը հասկացա։ Ինչի։ Որտեվ սենց շատ արտահայտված բան ուներ, սկուլաներ ուներ ու մազերը բաց գույն էին ու ունքերն էլ էին բաց գույնի, ու ոնց որ չունենար ունքեր, էլի։ Նույնիսկ աչքերն են ինչ որ արտահայտիչ էին ու տենց Բրած կապիկ։ Իրոք Իրոք տենց էր երևի։ Օրինակ երեք Նելի հետ իջնում էինք Ասկադող ու մի հատ աղջիկ տեսա, նու ինձ այդ բանի մենակ ես նկատեցի, շատ սիրուն, սենց կոպիտ աչքերով, բայց սենց շատ նուրբ սիրուն աղջիկ էր, ու սենց ոնց որ սենց կախարդված այս աղջիկան սենց նայելով անցնում եմ ու դիմացս մյուս աղջիկն է, որը նույն դեմքից ունի, ուղղակի սև մազերով է ու ավելի սիրուն է ոնց որ այդ էֆեկտը։ Ու սենց Էլի սենց նայում եմ, սենց շուտում եմ, ու նալիս ինձ սիրուն է, ու երկուսը ոնց որ սենց նույն ձևեր այդ շեյքին նայելով սենց գնում ենք հետո այդ ու ինձ թվում է
եթե իրանք էլ մեզ նայելություն էին, այդ բանը ստարինը կլինեին, որտեվ այս sense ինչ որ անցնում է, ասում եմ, հա, իմ հետ էլ լինում, բայց ես նայում եմ, չեմ բանանում, էլի հեռախոս։ Չեմ հասնում մտածեմ, որ պետք չի նայել։ Հա, բայց դու այդ նայելու մեջ օրինակ ոչ մի վատ բան չկա։ Բայց ոչքերի մեջ տենց ոտ չեմ նայում այն ձեծերի նման, էլի sense ոնց որ ուղղակի նայում եմ։ Բայց մեկը կարա այդ դիսկոմֆորտ բաց։ Դե լավ կարա։ Հա, բայց որ ինքն ինձ նայի, ես երբ չէի նայի։ Հա, այդ կարող է։ Մա ես օրինակ այդ դրանից եմ նեղում, որ ես վատ բանով չեմ նայում, էլի, պրոստը իմ հետաքրքրությունը, գիտես մեծ հաշվով ինչու՞մ է, որ խոսքի ես տենց մեկ-մեկ նայում ինչ որ մարդկանց խարիզմատիկ, սենց ուզում եմ պատկերացնեմ, եթե ես նկարեի, ոնց է, ինչի վրա է ֆիքսվելու, ինչը ոնց է նկարելու, դրա ինչ ժամանակ է պետք որ նայեմ, իսկ իրենք չեն տալ այդ ժամանակը, որովհետև մտածում են թե նայում են ինչ որ տղայա ինձ է նայում։ Հա։ Կամ սիրարվել է կամ էլ։ Հա։ Կամ է կտցրած։ Հա, իսկ իրականում պրոստը ուզում ես ջոգես ինչու՞մ է իր դեմքի։ Դու ընդամենը ուզում ես նկարես։ Հա։ Ուսում հիշում։ Ուսում հիշում մենակ Հայաստանն այդպես որ տարօրինակ են նայում, որ այս անգամ նկատեցի, այդ ֆիքսեցի, ուսում եմ մտածում միշտ sense ա եղել, հետո հիմա ուսում եմ հիշում կարող ուրիշ տեղ էլ այդտենց որտենց երկար նայեն։ Որ sense հա, ուսում շում աչքի հետ մեջ էլի։ Ինձ թվում է շատ տեղեր է այդտենց։ Ինձ թվում է դե, ասենք երևի Եվրոպա բան ավելի ոնց որ պրոստը չի իրանց բանի մեջ չկա, այդ մշակույթի մեջ չկա, բայց նույն Վրաստանը որ վերցնենք, ես երբ որ Թիֆլիսում գնացել էի ոչ կենտրոն, այսինքն կենտրոնից ահագին հեռու։ Գիտես ինչ տիպի քարտու տղերք էին դա։ Խոսքի ոնց ստեղ են, լրիվ նույն ձև էլի այդպես չոլկիկով բան, sense խմբով լրված ինչ որ նայում է։ Բավշե չէր տարբերվում էլի։ Հա դե 2 մետր տեղ ինչ նայում։ Հա, բայց օրինակ ընդեի կենտրոնում չկա, իստեի կենտրոնում կա։ Ընդեի կենտրոնում իրոք սաղ թքածուն էր, բայց ինձ թվում է էլի մի քիչ կենտրոնից մի քիչ հեռու այդ նույն կարճակնվելու համար կարան ինչ-որ մի բան խոսեն, պրոստ կա վրացեն խոսեն, չջոգես։ Ոք կարճ չես ակի չգիտես։ Հա։ Այս Կոլյան այդ գիրքը որ գրել էր, իր հարցազրույցն էին նայում, այս գրքից հետո ասում էր որ իր ոտքերը որ հեռացրել, մի խոսքով ցրտարվել է ոտքերը գտրել։ Դա տենց բան է եղել։ Հա։ Այդ դեպքերից հետո մի խոսքով ոտքերը գտրել են ու պրոթեզա կոչվում չէ։ Ոտքերի պրոթեզներ ունի, ու ասում է որ ես առաջին անգամ հասկացա որ ոնց են զգում աղջիկները իրանց կենտրոնում քայլելուց, կենտրոն չէ, էլի հա քայլելուց, որ սենց անդադ բոլորոշացիան կենտրոն, ասես ոտքի հետ են, այ ասում ես մի խոսքով ամեն ինչ հասկացա, ոնց որ այդ զգացողությունն էլ պոզիտիվ տղա է։ Հա, անտեղ մի հատ տող կա, նենց այնքան շատ է հավանել, ասում է, ոնց որ ոչ բանի համար չեմ զղջում եւ այլն, ասում է, իսկ նույնիսկ որ ոտքի, ասում է դժվար է հավատալ, բայց նույնիսկ չեմ ափսոսում, որ ոտքի ես են կտրել, որովհետեւ էլ երբեք պատերազմ չեմ գնա։ Տխուր։ Համ տխուր է, համ ի խոսք։ Ինքը հայերեն է խոսում։ Հայերեն կարող է խոսալ, բայց ռուսերեն ու ես կարդացի, թե լսեցի չեմ հիշում, բայց որ ընդեղ դիալոգ ամեն ինչ ռուսերեն է, այդ երկու տղա ինքը ու մի հատ ուրիշ տղա ռուսախոսն է, ու ոնց որ գիրքը ռուսերեն է նաև գրածել է։ Գնդեղ է Ռուսաստանում ծնված մեծացած։ Տենց։ Այդ ես թարգման եմ մտքում, սա դեռ վատ թարգմանեցի։ Հա։ Այդ արտոց։ Հա։ Մամատ դիներ նորմալ կտար։ Ես մամային կարծը ճիշտ թարգմանության ձևը։ Հա, հետաքրքիր է, դու ոնց է թարգմանեցի։ Էդի դրամ այդ բանի մեջ էր գրած, հենց գրքեր, հա։ Դու այնքան լավ հիշում ես դաժե տեղը։ Բայց դի քանի էջեր։ Չեմ ունում։ Այչերով չեմ գրքեր աշտում։ Մոտավոր չգիտես քանի էր, այս հատուցան գիրքեր, ինչքան մի 200։ Չգիտեմ։ Իսկ տարօրինակ բան է, հարցում եմ, ես դու մարդ։ Քեջ նայում, չգիտեմ։ Ես ինչ գիրք կարդացել եմ, միշտ ասեմ 280 կարդացել եմ ես։ Լորձես։ Հա։ Չէ։ Դու չէ։ Չէ։ Դե նայած որ դու չես համարում հերոսություն, որ դու գիրքը կարդացի, իսկ ես Ստորեջ կա։ Ես բեմ համարում։ Ես ես մաքսիմում սենց հիշում գիրքը, էլի սենց սքան։ Դե դի իստումը կա էլի մի 200։ Կարող է գտնելու ես։ Կարաս գնացնես։ Ոչ, ասում եմ որ այդ պահը, որ ինչ որ տենց կյանքում հոգեպես մի քիչ ցաներ վիճակում ես ելնում, ու դու խոսքի բիլիքը էջերը կարդացիր։ Հա։ Դա հավես բան է, էլի։
Գիտես ինքը ինչ անում։ Ինչա։ Ուղեղիդ ֆիքսացիան փոխում է, էլի։ Հա, բայց գիտես ինչն է լավ, որ ոչ թե ուղղակի փոխում է։ Ես իմ բանով կարամ էլի ասեմ, որ ինչ որ տան ծանր վիճակում եմ լնում, մեկի ինչ որ ստեղծագործական բան է, սպլես կա լինում այդ վախտը, էլի սկզբից մի քիչ ծանր է ալնում, հետո ամենաակտիվ վախտերը տենց տառապանք դա։ Как раз այդ վաղ չես տառապում, էլի ոչ թե ինչ որ տառապանքը վերածում ես ինչ որ բանի, այլ պրոստը մեկի ջոգում ես, որ մեջից սկսում է տենց շուտ դուրս գալ այդ բանը։ Դե թե անկեղծ ասեմ, մատ միշտ չի տենց, այս ուղղակի ոնց որ այդ գիրքը այդ բանը տեղ էր, երբ որ տենց մի քիչ լավ չի։ Ու բանը, ու որ կարդացի, նու սկսեցի հասկացա, որ լավ է, որ ուղղակի զբաղված է ու տենց ամբողջովին գրքի մեջ էի։ Ու դա երևի առաջին օրն էր, որ տենց հենց այն առաջին օրն էր։ Ու առաջին օրը եւ այդպես ամենադժվարներից է, դրա համար sense լավ էր, ոնց որ իսկ է այդ առաջին օրը։ Բայց ոնց օրինակ հետո հաջորդ օրը ուզում եի ուժի գիրք սկսել։ Ու ուզում եի որն է սկսեցի, բայց շատ կարևոր է գրքի ձևը։ Ես սիրում եմ, երբ որ գիրքը սցենար ունի, հստակ ու այդ պատմությունը գնում է, էլի։ Օրինակ քրոս ավելի նախընտրում է, երբ որ գիրքը օրինակ փիլիսոփայությունն է, մենախոսությունն է, մտքերը, իր ոնց որ ես եմ սիրում տենց, բայց երևի մոտ ավելի ըստ կարգավիճակի, ոնց որ ըստ տրամադրության այդ ցանկությունը գայս տենց գրքեր կարդալու, ես որ սիրում եմ, որ սցենար կա հստակ։ Օրինակ ես գիրքը որ հիմա սկսեցի, այդքան տենց շատ հստակ չի սցենարը, դաမှչի կարող ինձ մեջը պահին, պետքա որ տենց այդ գիծս բռնի, որ չկարողանամ, էլի ուզում դուրս։ Բայց այսինքն, վայ մի հատ եմ արդ այնտեղ։ Դες այսօր շուտ օրինակ։ Հանդիսատեսներով եք։ Բանը։ Այսինքն, բայց եթե գտնես շոտիկի ինչն է կայֆ, կարող է դի գիրք չլինի, չգիտեմ ինչ որ կարող է սերիալ ինչ որ նայես կամ կինո, չեմ ասում որ էդի բայց ծավալի որ ասա ամառ ինձ ինչ հոգնել նմանատիպ իրավիճակում պատմել եմ էլի եւ բայց ավելի թույլ իհարկե այս էլի նմանատիպ իրավիճակում ամառը ինձ շատ օգնում էր վազելը ես այդ նոր էի բացահայտել այդ հունգարացի ընկերուհիս որ ասում է ինքն էր խորհուրդ տվել ասում էր ոնց որ փորձի բան ու ֆինանսիալական էր ասում եմ մի հատ բան է վիդեո է տեսել ասում եմ վազում եմ որ չլացեմ այդ ոնց որ այդ ոնց որ տենց մեթոդի նման բան էլի երբ որ դու վազում ես ու երաշխությունը շատ դուրս գալիս էմոցիաներ իսկ ինչ որ մարդկանց մոտ այդ սպորտի ձևով կարա լինի բայց դժվար է այդ առաջի պահը քեզ դուրս գցելը որովհետև այդ բանին երբ որ տխուր ես լինում ուզում ես sense պրոստը անիմաստ արկես եւ ոչ մի չանես բայց երբ որ այդ առաջի պահը կարես քեզ դուրս գցես վազելը ահա որ լավ է գտես խոսքի դու վազելու ման չես գտա ու էլի լիքը հաստատ բաներ կա ոնց մաշ իսկ պրոստը պետք է բանն ես հաշտ լինես ընդունես քո տխուր վիճակը այդ վախտա ոչ թե որ փորձես ցրես, չէ՞, քեզ ինչ որ։ Ոնց որ ոչ թե տառապես այնքան ինչքան որ տառապվում է, բայց ոչ լրացուցիչ դու քեզ ավելի ինչ որ վատ վիճակի մեջ, որ ես վատ եմ, պետք է մինչև վատ լինեմ։ Բայց ասու ես դա օրինակ չեմ հասկանում, որտեղ ինձ թվում է մարդը ինքը իրանով գլխավոր բաներից դա խոսքի ոնց է ինստինկտ самосохранения որ կա, որ պրոստը բանա կա էլի այդ ուղղակի, այդ ինչ որ ընտրություն չի։ Նույնիսկ այն որ դու փորձում ես որ քեզ լավ լինի, հետո որ երբ որ քեզ վատ է խոսքի հոգեպես, դաժե եթե ինչ որ տհաճ իրավիճակ ա եղել, դաժե եթե դու դա քեզ մեղավոր ես զգում, եթե քեզ վատ է, քեզ արդեն վատ է, դու արդեն պատժվում ես քո ուղեղի կողմից, պետք չի մի հատ լրացուցիչ ասես, ես կհրաժարվեմ լյուբոյ լավ բանից, որ մինչև վերջ ես տանջվեմ խոսքի։ Ինձ թվում է պետքա ժամանակ տաս ու ապրես այդ տխրությունը ու ապրես բայց լրացուցիչ քեզ չտանջես դե կարես օրինակ ես սիրում եմ որ տխուր եմ լինում ավելի տխուր երգեր դնել լսել եմ սիրում ավելի չէ ես էդի սիրում եմ որ լիարժեք էդի զգամ բայց ես ինձ չեմ պատժում ինչ որ բաների համար խոսքի ես չեմ ասում ես կարամ հիմա խոսքի պատժես նորմալ ես ինչ մեղքնում որ ես իդեալական ոչ մի բան չեմ արել որ արժանացել եմ նայ խոսքի կարաս այդ վաղ ասենք ընկերներիդ հետ տեղ գնաս ուրախանաս բայց դու մտածես չէ ես հիմա պետք է մնամ վատ վիճակի մեջ ես հակառակ մտածում ինձ արդեն վատ է գնամ միտեղ ուրախանամ Ես իմոտ կներես ես չափածած լավն եմ մոտ չեր այդպես շրջան որ ես մտածի ինչ բանի համար մեղավոր քեզ մեղավոր չես զգաց հա երբ
Հաստատ չէ, ինչ համար որ մեղավոր ես։ Вообще կյանքում։ Չէ։ Դա չէ, կյանքում ինչ մանր աղերց կլինի, բայց ուզում եմ ասեմ, նենց բահեր որ ինձ ստիպել են որ ես տխուր լինի։ Հա։ Օրինակ ես իրավիճակների նման ես չեմ կարծում։ Դա ինտերեսուն է, դի որ որոշես ես պետք է տխուր լինեմ։ Հա, բայց ուզում ասեմ, որ մեղավոր զգալու ուրիշ չի եղել որ օրինակ մեղավոր զգամ, ու չեմ հիշում տենց, բայց եղել է։ Okay։ Դե ինչ ոչ մի ոդման չեմ։ Բայց որ տխուր լինեմ ու գիտես ինչ զգացողություն, բայց երևի քո հետ լաված կլինի, որ sense այդքան լավ չես, կամ դեռ չես հասկացել այդքան լավ չես, ու sense ինքներով հավաքվում ենք, օրինակ նենց շրջապատը, որ քեզ միշտ լավ է այդտեղ։ Ու դու գնում ես ու sense նստած ես ու մարդիկ խոսում են, ինչ որ բաներ է կատարվում, თუ ինչ համերգ, ու իմ մոտ համերգներին է երկու անգամ տենց եղել, ეხս կոնկերներ հետ հավաքվեց ու sense նստած եմ, sense ուզում եմ ուղղակի փախնեմ, sense ինչ որ պանիկ, ոնց որ sense ինձ սմա խեղդել են ամեն ինչը ու ես զգում եմ որ ինչ եմ, ես ինչ են խոսում, անիմաստ ամեն ինչ, ու sense ուզում եմ այդ տեղից փախնեմ։ Հիմա չէ որ ուզում փախնեմ, բայց եղել է որ այդտենց պրոստը sense անջատված նստածել եմ, նստի փորձում որ ինչ որ նա աստրոկեկից լիքը բաներ կամ անջատել կամ քչացրել են, խոսքի ձայները խլացրել են, մի քիչ բան ցածրացրել են ու ես պրոստը կտե եմ ուղակի։ Բանին որ ասցի գնացել ենք բանի է, Արի ամուսնանքի ստենդափին որ ասցի նոր գնացել ենք, sense ընկերներով ենք, ու սկզբից ամեն ինչ ստենդափ չի, կստացի։ դե Շոու։ տեղի անում է, Այ ստենդափ։ շոուին գնացել։ Ու բանը։ Հա, ու տենց երեխեքի հետ էինք։ Իրենց ահա շատ ամսում շատ ուրախանցրում իրար հետ։ Ու սկզբից շատ ուրախ էր։ Հետո նստած ենք, ու այդ շոուի ժամանակ sense ինչ որ բաներ ա գալիս։ Ինչ մի խոսքով։ Մտքեր։ Պանիկաներ, ինչ որ մի խոսքով, չգիտեմ, ինչ որ ես sense շատ overthink անող չեմ, բայց ես թվում արդեն զգում եմ, որ մի խոսքով sense ինչ որ մտքեր ա գալիս եւ այլն, ու ես sense ու չի բրծնում, ու sense այդ փակ տարածքն է, ու sense շունչս կտրվում է այս զգացողություն, չգիտեմ, էլի ա եղել sense ուզում եմ փախնեմ ուղղակի, ուզում եմ այդտեղ չլինեմ, sense շունչս չեմ կամ շնչեմ։ Ու sense իսկ մեսա կլացեմ, այտենց լավ չի։ Ու այտենց դուրս եկանք, ու երեխեքն ասին, «Ոյ մենք գնում ենք ոնց որ ուրիշ տեղ համերգի, դա ինչ քայլում ենք, այտենց մի 6 հոգով էինք»։ Ու ես sense հասկանում եմ, ես պրոստը չեմ կարող, ինչ որ մեկը կողքս չպետք է լինի, ես պրոստը մենակ պետք է լինեմ, ասում եմ, ես մի խոսքով չեմ գալիս, ականջակալն եմ դնում, քայլում եմ, ու sense քայլում ընթացքում sense համ լացվում եմ, sense սկսում եմ sense թեթևանում եմ, էլի, ու ոնց որ այդ բանին եթե ինչ որ մեկի հետ մնամ, կարող է չգիտեմ ինչ կլինի, էլի։ Այս էլ որ պատմում էր դա մտածում որ տենց վաղ դաժե մենակ մնալը կարա լավ լինի քեզ։ Ոչ թե մենակ ունաս տարապես, այլ պրոստը այդ բան ուրիշների ներկայությունից է քեզ վատ, բայց մենակ այն վիճակն է, որում որ դու գտնվում ես, այդ տխուրա թե ոնց է, բայց այդ է իսկականն է գոնը։ Ու եղել է որ համերգի եմ եղել, նենց համերգի որ ահա շատ երկար է սպասել, այդ Լիտվայում էր ու շատ է սպասել, մի խոսքով ընկերներով էինք շատ հավեսել էլ շրոց ամեն ինչ, ու ես էլի տենց այդ բանն է, այդ sense Քալիսով ռեսս։ Ես չեմ կարծում նամ, ու sense վրոզի նորմալ է, իսկ այդ մարդկանց մոտ ինչ որ տարիներ տպավորություն եմ թողնում, sense վրոզի լավ է բան, մեկ էլ ես գնում եմ երեխեք, որ ինչ եղավ, բան մենք հետ այդ գանգոսում չէ։ Խնդրում ոչ մեկի հետս չգա։ Sense մի 2 ժամ կարող քայլեմ, sense գան որ հանգստացա։ Բայց ժողովուրդը քայլելն է լավ։ Բայց տես ֆակտ ժողովուրդը ընկերներին էլ է դժվար, որտեղ օրինակ ընկերոջ տեսանկյունից պատկերացրա, խոսքի ինչ որ մեկը մեկ երեսքի այտենց օյես լավ չեմ ուզում գնամ ու ինձ գրել էին կարող է ես ինչ որ բաներ չարեցի կարող ինչ որ բաներ ու ես մտածում եմ ոյ ոնց է իրանց մտքով ոնց էր հա տխուր է իրանց մտքով դաշա կարանցի որ իրեն կարող է մեղավոր հա կամ պրոստը կարաս ոնց որ կամ որ դու այդ հոգեվիճակում չես կարաս մտածես որ լավագույն բանը այդ մարդու հետ մնալն է всё-таки այն որ իրան վատ է ես իր հետ մնամ բայց խոսքի իրան պետք է իրոք մենակ մնալ Ոբշում Բայց այդ հոգեվիճակի հետ կապված ուզում եմ ասել որ ոնց որ երբ որ ընդունում ես որ այդ ուղակի տենց է ու պետք է ավել տարապել մանես կոմենկոն օրինակ ես որ տենց վատ վիճակում եմ եղել դաժե եղել է որ խոսքի բաժանումից հետո սենց վատ եմ բայց համ մտածում եմ հիմա սրա բանը լավ պատուղները կլինեն ոնց որ ինչ որ հավես կլինի նկարելու ու նման ինչ որ բաներով հա ու տենց էլ նոմա իրականում ու ես այդտեղ ինձ մեղավոր չունեմ ոնց որ մտածում եմ վատ վիճակից փորձես լավագույնը քաղես էլի
Ես մի քիչ չեմ հասկանում, որտեղ էս արվեստի հետ է։ Ես տես մուսոներ եւ տաղանդներ չունեմ։ Բայց այդպես լսել եմ որ արվեստագետների բաներ լինում։ Իրանց հայտնի կտավներն են ստեղծում, ոդքասթներ հրար։ Պլյուս այն բանը կա, այտենց վատ վիճակի, դրա հետ կապված ինչ-որ բան ասիր, բայց այտենց մի բառ ասիր, որ խոսքի կարողա չջոգես, որ դու վատ ես։ Բայց կարա ինչ-որ բան լինի, Չտրիգեր դառնա, բայց օքեյ է քո մոտ սաղ, մտածես որ թեթև եմ տանում։ Բայց այտենց կես տարուց ջոգես, որ այս կես տարի է ես մի տեսակ եմ ինչ որ։ Ու այս կես տարի է ես այդ կապը կտրում եմ այդ իրադարձության հետ։ Մտածում եմ դե ես թեթև եմ տարել, ուղղակի կյանքը ավելի բանա, դաժան է։ Ոնց որ դաժան է։ Կյանքը ավելի անիմաստ է ինձ թվում, բայց այդ կապ չունի այդ դեպքի հետ։ Նույն ինձ տենց է թվում, էլի։ Հետո ինչ որ ժամանակ հետո ջոգում եմ, որ կամաց սկսում եմ բացվել, էլի նորմալ հոգեվիճակի եմ գալիս, ու ասում եմ, իսկ միգուցե պետք չի հերքել, որ պատահական չէ, որ դա եղավ, հետո ինձ վատ էր կես տարի, հետո սկսեց դզվել։ Ինչ տան մեջ ցին գոռ։ Սմարտիկ ուժը տուն են մտա, չէ։ Հա։ Իմ հետ չի եղա, բայց պատկերացնում եւ Իմ հետ չէր եղել։ Բայց երբ որ եղավ, ոնց որ առաջին անգամ էր որ տենց եղավ, որ տենց երկար ժամանակ հետո մեկը բացահայտում որ ես փաստորեն լավ չէի։ Տխուր է երբ։ Նո, նենց է։ Գիտես, բայց ինձ թվում է մի հատ բան կա, բայց վստահ չեմ էլի, այս տենց դրանից է թե դրանից չի։ Ինձ թվում է եթե տեղում դու ոնց որ այդ բան երբ որ այդքան լավ չես, քեզ ժամանակ ես տալիս ու կարգին նորմալ սա դուրս ես հանում էմոցիաները, դու այն տարապելու վաղտը տարապում ես ու չես բանանում, ձևացնում ու ոնց որ քեզ խնայում։ Ինձ թվում է ավելի հեշտ առաջ անցնել։ Միգուցե։ Պրոստը այդ վաղտ ինձ թվացել է թե տենց է կա բնականա, բայց միգուցե ես ինչ որ բան բլոկել եմ, բայց չեմ ջոգել որ բլոկել եմ, էլի։ Ինձ բանը մեկ որ նեղվում եմ որ շատ էմոցիոնալ եմ, մեկ հասկանում եմ որ ինձ թվում է դա շատ դեպքերում երևի ի օգուտ ինձ աշխատում։ Օրինակ երբ որ ես ցանկացած պայքարում լացեմ, որտեվ տխուր եմ, ինձ թվում է դա շատ անկապ է։ Հաստատ է։ Հետո հասկանում եմ որ անկապը չէ, էլի հաստատ լավ։ Հա, հասկացա։ Բայց հետո ինձ թվում է դա լավ է որ երևի հույս ունեմ հավետ։ Ինձ բան կան էլի։ Ծոր դեպրեսիա չի հասնի, ինչ որ խորը բաների չի հասնի, որովհետև ես տեղում հիմնականում մեկ ես տրանսպորտում տխուր լինեմ, ոնց ոչ մի սոցիալական ոնց որ ոչ մի բան չի կարա։ Ես եղել է որ տրանսպորտում լացելով գնացել եմ գործի որտեղ լացել եմ, եւ այն եղել է տենց օրեր ու ուզում եմ ասեմ այդ ինձ ոնց որ չեմ ուզում իհարկե ես չի ես չեմ կամ կառավարեմ էլի ուզում եմ ասեմ ես իմ օրինակ լացս կասես իմ լացս չեմ կարող կառավարեմ մարդիկ կան կսպասեն կգնան իրիկունոտ բանը կլացեն ես չեմ կարող թե լացը կասես պետք է լացը ես կարող պլանավորես ես չեմ լացը պլան Հա իմ մոտ օրինակ հակառակն է ես Երբ ես վերջին անգամ լացել Բրան որ լացեմ թե որ աչքերս լցվեն Չէ լացես Ոստած ցայնա ջալավ ցայնա բարտադիր չի Չեմ հիշում, բայց հիշում եմ, որ եղել է։ Ինչ ամիս տարի։ Նայ ոնց որ հիշում եմ 2 տարի առաջ ինչից եմ լացել, բայց դրանից հետո էլի ա եղել, երևի մի անգամ կարող է 2, չգիտեմ։ Բայց նրանք չեմ հիշում ինչից է, պրոստը հիշում որ եղել է։ Իսկ եղել է, որ sense ոչ մի պատճառ։ Հա, հիշեցի վերջին, հա։ Ուղղակի տխրությունից Հա, հա հիշեցի երբ վերջին անգամ լացել։ Պատմում, հա։ Եթե կոմֆորտ ես։ Այ, короче, մեծ երազ էի տեսել, տենց ծանր երազ է շատ, որ ոնց որ այդ կակրած այդ շրջանում էր, երբ որ ինձ թվում էր թե ես օքեյ եմ տանում սաղ բան, բայց հետո տենց երազ եմ տեսնում, որ շատ ծանր է նստում ու տենց մի քիչ շոկ եմ ապրում այդ երազից, բայց օքեյ եմ անում։ Բայց հետո այդ երազից կապ ուներ նաև տնեցիքի հետ, ու հետո այդ երազից պատմել եմ ընկերների երկու ընկերներիս եմ պատմել, երկուսի վախտը հուզվել եմ։ Պատմելուց։ Հա։ Ու մի անգամ տենց թաքուն եմ ուզում, մի անգամը չէ։ Բայց հետո որոշեցի, որ պետք է այդ տնեցիկին է պատմել։ Ու այդ վաղ փիս լացել է։ Տնեցիկիս մոտ վերջի անգամ երևի մի 12 տարեկանում է լացել։
Podcast-ը եմ շոկ։ Իմ կար տենց բան։ Բայց զգացի, որ պետք է։ Ոնց որ իմ հոգեվիճակն ու իմ ինչ որ վախերը ու ինչ որ մտահոգություններ տնեցիքի սպասումների հետ կապված եւ այլն, ու ջոգում որ ինձ տեղից վատ է։ Ու մի հատ է այդ բաները կա ճնշող։ Ու մտածեցի, որ միգուցե պետք է տնեցիք իմանալ։ Ճիշտ որոշում։ Իսկ դու մահամեց հաշվով, հա։ Իսկ հետը տրացեցի։ Ինչա։ Հետը տրացեցի։ Մաման հուզվեց հաստատ, հա։ Իսկ դա դժվար է տեսնել հարասնվա պլացելուց ու հետը չվեցել։ Հա, ման դոր երեխետ է, ման դոր երեխետ 10 քանի տարի չի լացել։ Մանկականներ էի պատմում տանը։ Սկսում լացել, մաման հետը լացել։ Հա, բայց բանը հետաքրքիր է որ Նեք դու մտածում, չէ լավ, այդ մտածելով չէ, դիմք չգիտես ինչ։ Ուզում ասում երազները որ ասում են, չոր ճնշված էմոցիաներ, մտքեր եւ այլն։ Հա։ Ասած այդ տարբերակներից է, ըստ քեզ։ Հա։ Ես вообще երազները իմ ջոգելով ամենակայֆ բանն են вообще, որ կա մարդու կյանքում։ Ինչի։ Նախ հնարավորությունն է ուրիշ իրականության մեջ ապրել ու անսահման իրականությունների։ Ոնց որ դու զարթում ես միշտ ստեղ ես, բայց երազներում դու տարբեր ավելի անկապ տեղ ես։ Կարող անկապ, կարող հավես, կարող ինչ որ բաներ, գիտես ինձ ինչն է դզում, որ երազը ոնց որ ինքը ենթագիտակցություն է, ու այդտեղ դու չես կառավարում էդի, դրա համար դու քո ամենաբնական վիճակում ես երազի մեջ։ То есть եթե դու ինչ որ մի հատ իրավիճակ ես տեսնում, որից որ դու խուսափում ես ենթադրենք, այդ ես դու այն մարդն ես, որ կխուսափեր։ Եթե դու ինչ որ իրավիճակ ես տեսնում, որտեղ դու քեզ շատ վախենալու է, բայց դու մեկը ռիսկ ես անում, ինչ որ բան ես անում, ուրեմն էդի դու ես, որտեղ էդի քո ենթագիտակցությունն այնտեղ քեզ բաներ չկան։ Այդ նույն սոցիալական ինչ որ ճնշում բան, քո վրա չկա, որ դու քեզ սահմանափակես ինչ որ բանով։ Սուպեր էգո։ Ինչ։ Սուպեր էգո։ Սուպեր էգոն ո՞րն է։ Այդպես բան կա, հա։ Հոգեբանության դասից ուրիշ։ Հա, լավ։ Այդ բաններ, այդ քեզ զսպող կարգավորող բաններ։ Հա։ Հա, սուպեր էգո չկա, կարոջե, հա։ Այդ դրա համար է հավես։ Հետո հավեսա, որ քո հոգեվիճակն է ինչ որ ձև բանում արտադրում։ Вообще շատ հետաքրքիր է դա հենց որպես գիտություն, то есть մարդիկ կան, որ տենց երազների մեջ խորացած են։ Երազագետ։ Երևի, չգիտեմ։ Ինչ որ հոգեբանության պես կամ տեսակ հենց ուղղվածություն ինչ որ խոսքի ըստ քո երազի ռազմոր են անում, բացում են, փորձում են հասկանալ ինչ էր նշանակում, то есть դու կարող այնտեղ տեսնես ենթադրենք ինչ որ Ձինել մուրազը։ Նո, համարը, հա։ Չէ, խոսք կարող ինչ որ ճուժոյի ջղային տղամարդ տեսնես, հետո ինչ որ խոսակ բարձրի այդ քո հոր կերպարներ քո մոտ, բայց դու вообще այդ կապը չես տեսնում, էլի դու մտածում ես, օ, երևի ես անծանոթ մարդկանցից եմ վախեցել, դրա համար sense երազ եմ տեսել։ Հա։ Պրոստը ես հիմա sense ասում եմ անկապ այդ կապը չի երևում, բայց երբ որ հենց հոգեբանի հետ ես խոսում ու ինքը հարցերի միջոց ոչ թե ասում է իսկ կարող է տիպ ապատեր, այլ հարցերի միջոցով sense կամած մեկ է բերում ու դու ջոգում ես որ հաստորեն այդ պապաս է ինձ վախացնում։ Հասկացա։ Ոչինչ ստում երազ էս կյանքի ամենամեծ բոնուսն է որ մեզ տրված։ Չէ, вообще դու համաձայն չես, ես զգում եմ, դու ինձ քիչ ես երազ տեսնում։ Հա, Հա, այդքան է շատ չեմ տեսնում, ինչ շատ անկապ անիմաստ բաներ, էլի որ յանի ինչ։ Լավ, ես պատկերացրա այդ ինչ որ տեսնում ես ու մտածում ես անիմաստ, հա, այդ այնց այդ մարդու հետ խոսած ու մեկը ջոգես որ սաղ իմաստ ունի։ Բայց ինչ է սա։ Հետաքրքիր չի։ Չէ։ Ու խոսքի ջոգես որ օ, ինձ հիմա վատ է խոսքի, կամ ես հիմա Դες այդ ինքնուրույն է կարամ ջոգեմ։ Բայց կարաս եւ չջոգես։ Չէ, չեմ կարող։ Լավ։ Պլյուս հավես չի այդ ալտերնատիվ իրականությունը։ Պրոստի իմ ալտերնատիվ իրականություն ենքան սովորական անկապ բաները։ Կամ ինչ որ ես եմ թղթի մեջ ապրում, կամ ինչ որ տատյանց տունը, չգիտեմ։ Թղթի մեջ ապրելը ո՞րն է։ Քայլում եմ այդտեղով, բայց բալվայ ինչ որ տետի մեջ եմ, օրինակ։ Այդի հավես չի խոսքի։ Ինչա։ Չգիտեմ, բայց հավես է դի թղթի մեջ ես։ Ֆոնդես այդքան չեմ սիրում, ես դու այդ իմը չի։ Էդի քոնն է, հենց դա էդի քո ֆանտազիան է, որ դու թղթի մեջ ես։ Ես ոսկի մի անգամ տեսել եմ, որ բանը
ինչ որ թաքուն թփերի մեջից հետևում ենք մի հատ մարդու, ով որ մտնում է լիֆտ ու վառվում է, լիֆտը սկսում է վառվել, ու ասես վաու, ես ինձ բան կյանքում չէի տեսնի, իսկ երազում տեսա։ Հավես է մարդու։ Կամ խոսքի երազում մեջ թռնում եմ, չէ՞։ Ну, հա ինքը վատ մարդ էր, вообще հավես էր որ վառվեց։ Կամ խոսքի թռնում եմ երազում, կամ вообще ամենակայֆ բանը, երբ որ սկսում ես երազ կառավարել, երբ որ երազում ես գիտակցում ես որ դի երազա ու կարում ես քեզ ստիպես չարտնանաս, ու մնաս երազի մեջ, բայց ջոգում ես որ երազա, էլի, այդ вообще кайֆ է, просто։ Ну, այսօր քո տեղը լինի, այտենց այդքան հաճելի լիներ, չէի ուզի արթնանալ։ Հա, հենց այդ է։ Ես մեզ դրամ եմ երազներ սիրում, որովհետև կամ քնել։ Կոպես այդ տատիտուն կամ տայտերը չեն տեսնում, ինչ-որ տարբեր բաներ են միշտ։ Իսկ տենում եմ տատիս տունն է, ուղղակի տատիս տունը ձեր տունն է այլ։ Հա, դա տենց ինը դել է։ Ուй, հա, իրոք չեմ հիշում ես։ Մի խոսքով ինձ երազները այդքան էլ հետաքրքիր չէ։ Դա ջոգում ես, այսինքն դու պրոստը չես բացահայտել երազները, դրա համար ես անուն դնում։ Ոնց է խոսքի կինո չնայես երբեք, ու ասես ես կինոներ չեմ սիրում։ Հա, ինչ։ Ես կինոներ։ Արևն էլ չի նայում։ Ինչ, կինո։ Չի նայում, նայում վրոդի։ Պրոստը շատ չի նայում։ Հա? Շատ չի նայում պրոստը։ Вообще չի նայում։ Զատո անիմե է սիրում։ Հա։ Օրինակ ես չեմ կարող ասել։ Հիմա դու ասա անիմե չեմ սիրում կա։ Ես չեմ ասում որ ես անիմե չեմ սիրում, որտեղ ես ասակ մեղադրեմ էլի քեզ։ Այսինքն դու ինչ չես բացահայտել, չգիտես սիրում ես թե չէ։ Չկա տենց բան որ ոնց որ կարամ ասեմ ինձ չի ձգում է դի։ Վայ դե։ Ուզում ես պարտադիր ասեմ, հա որ չէ։ Սունդեր եմ։ Ինչ որ բան որ չեմ փորձել ու չեմ սիրում։ Դե ոնց կաս ինչ որ բան չսիրես, հա դրամապաներն հա, բայց նկատի ունեմ չկա տենց։ Բայց սա դե քիչ կա։ Օրինակ նայ, ես երբեք չեմ բարել սալսա, բայց ես չեմ սիրում այդ։ Չեմ ուզում բարել։ Այսինքն ես գիտեմ այդ ինչա։ Բայց դա ինչի որ քեզ հետաքրքիր, դու դրանով հետաքրքրված չես։ Ես դու չես փորձել որ իմանաս սիրում ես թե չէ։ 100% չեմ սիրում։ Ինչ գիտես։ Չեմ ուզում փորձել։ Հետո անկապ այդ ինչա։ Իմ համար։ Արժանանքներ լավն է դա։ Հա, չէ։ Այսօր բաներ կա որ գիտես, առանց փորձելու որ չես սիրում։ Իսկ ամեր վիզուալ, լուսողական եւ այլ ընկալումներ կարան թույլ տան դու կարծիք կազմես ինչ-որ բանի մասին առանց դա փորձելու։ Ու ուրիշների փորձը, ու քո կյանքի փորձը, ու քո կարդացած գրքերը, կարդացած կինոները եւ այլ լիքը բան կա, որ քեզ կարա օրինակ օգնի, որ դու հասկանաս ինքդ քեզ։ Ինչ ես քնում։ Հա, հասկանում, համաձայն եմ, որ դու կարաս վստահ լինես ու դաժե շատ հավանական որ ճիշտ ունես, որ քեզ դա հետաքրքիր չի, քոնը չի, բայց որ չես սիրում, սիրելը այնպես բան է, որ պետք է ինչ-որ մի ձև առնչվես դրա հետ, որ չսիրես կամ սիրես։ Մարդուց սկսած ինձ թվում է նաև ամեն ինչին է վերաբերվում, որ միջև սիրելը քեզ գոնե պետք է հետաքրքիր լինի։ Հա, համաձայն եմ, բայց եթե չի հետաքրքրել դեռ։ Ուրեմն սեր չկա։ Զրոս էր, եթե հետաքրքրություն չկա։ Օրինակ նա իմ մոտ եղել է, որ ես միշտ վստահ եմ եղել, որ ինչ որ կոնկրետ արտաքին տվյալներ ունեցող աղջիկը ինձ չի հետաքրքրի։ Okay։ Բայց ես չեմ ասել, որ ես չեմ սիրում, որտեվ չեմ ունեցել այդպես փորձ, պրոստը միշտ գասել եմ, որ իմը չի, ինձ չի ձգում դա։ Բայց ինչ որ պահի բան եմ արել, այտենց հասկացա։ Թույլ եմ բան արել, թողել այդ իմ բանը, այդ արկելողը, ես իմ ինչա, ասեմ, օքեյ, կփորձեմ շփվել, որ մարդկային տեսանկյունից, չէ՞, ֆիզիկական տեսանկյունից։ Ու ջոգել եմ, որ իրոք, չէ, ինձ դա դուր չի գալիս։ Հիմա ես գիտեմ, որ ես դի չեմ սիրում, բայց մինչև փորձել ես, գասի խոսքի իմ ջոգելով չէ, բան, բայց որ ես կարամ ասեմ, ես թվայ դուագի դարում ենք։ Ես շատ հստակ գիտեմ ինձ ինչն է դուր գալիս, ինչ չեն նույնիսկ առանց փորձել։ Ես մտած լիքը իմոտ Ես գիտեմ ինձ ինչ հավանաբար դուր չի գա, բայց սիրելը ջոգում ես այդ ինչ բան է։ Ինչ է։ Ինչ էմոցիա է։
մեծ։ Հա, դա առնչվեց որ սիրես կամ չսիրես։ Ես որ պրոստը ասեմ ինձ սարսան հետաքրքիր չէ, դա անկապ է։ Եթե չի արտահայտում որ չսերը նրա նկատում, բայց ասում չեմ սիրում։ Ես իրոք չեմ սիրում, այսինքն այդ իրոք դդքան մեծ է։ Ես այդքան բան հիշում եմ որ ասում եմ, որ կուզեի զուսպի։ Էմոցիաներ, բայց ես բան եմ, ոնց չունեմ էլի դրամ, ոնց որ ասած օրինակով էլի չունեմ այդ լոգիկալ հանգստությունը, որ կուզեի ունենալ։ Դա ոնց է այս հարցը։ Այսինքն, օրինակ սենս էլ չեմ կարա տրամաբանորեն ասեմ, ես չեմ փորձել դրա համար չգիտեմ, ես Ակոջոգելով ես տենց զանուդություն ամ, պրոստը տրամաբան։ Դու տենց ես կուզեի տենց լինեմ։ Ես իմ ասած Բայց ես էլ եմ այդ զգալով ասում։ Ես ես դուր ագալ տենց սուր արտահայտություններ անել։ Այն որ մի օր խոսում եք, Եվայի հետ վիդեո մեր կարդա, որ ասում եք, կարդեմ Եվան էր ասում։ Ասում էր կինո, որ ասում էր կինոն որ մեկ ասում է շոտ ոտ կինո էր։ Ոնց կա տենց ասես որ չմարտիկ։ Ես հասկացա որ ես մեղավոր եմ իրար։ Դու ես տենց կարամ։ Ես հասկացա որ ես մեղավոր եմ, կստացի, որտեվ այդ վաղ մենք խոսեցինք Անորայից, դες էլի ես ասում եմ, ես չեմ սիրում Անորան, բայց այդտեղ իմ սխալն էր, որտեվ ես հետո նայեցի Անորան անգլերենով ու բացահայտեցի որ լավն է։ Բայց դաժե այդ վաղ ես մի քիչ իրավունք ունեի ասել չեմ սիրում, որտեվ այն ինչի հետ որ ես առնչվել եմ, ես դա չեմ սիրել, то есть ռուսայնով միայն չեմ սիրել։ Ոբշեմ։ Հա, ես sense բան եմ, սուր եմ ինձ թվում։ Չունեմ էլ այդ փապկացնել, ոնց որ այդ լավ հատկանիշ է ինձ թվում, որ մի քիչ ճկուն լինես ինչ որ բաների գնահատական տալուց առաջ։ Ինձ թվում вообще չկա լավ ու վատ տենց հատկանիշ, բան իմասեն չկարող է խոսանք, ես ոսկի։ Եմ ասում, օրինակ իմ տեսանկյունից դա լավ բան է, օրինակ ել եմ ասում, ես որ նայում եմ Եվային, չգիտեմ, սա կտրել ես թե չէ, բայց ես նախանձում էի, որ ինքը այդքան հանգիստ ու լավ կարող է։ Նախանձում էի, կտրեմ շուտ, քեզ ասա։ Լավ, բայց լավ նախանձում էի, որ ինքը այդքան փափուկ կարող է իր սահմանները դնի, բայց ոչ սուր ու Հա, հա, մի խոսքով։ Ու նաև ինչ որ կարծիք կազմել ինչ որ բանի նկատմամբ մասին առանց հստակ եւ ելեմ ասում սուր բան է, էլի բաներ տալու, գնահատականներ տալու։ Հիմա շատ սուր է, էլի հան լավ հանված։ Եվ ասում եմ, ոնց որ իմ համար դա լավ բան է, որ ես կուզեի տենց լինեմ, բայց ես տենց չեմ։ Բայց խիկ ուզեի տենց լիներ։ Տենց հիմա տենց ավելի հեշտ է ու լավ ապրել ու ավելի հեշտ է կոմունիկացիա կառուցել, ինձ թվում ավելի լավ մարդ ես։ Երբ որ սուր չես արտահայտում, ես տեսեմ Պեչինու մասին արտահայտվեցի, նեղվեցի։ Չներվեցի։ Դե գիտեմ ոչ ներվեցի, քեզ ոնց կապ է չներվի, բայց Տարօրինակ է, չէ՞ Պեչինից ներվեի։ Ո՞տ օրինակ է, բայց իսկական։ Չէ, բայց դες օրինակ դաժե եթե դու ինչ որ ուրիշ հարցում, որ ինձ ավելի շատ կապներ, տենց արտահայտվեի։ Կարեի է առանց մտածել։ Հա, բայց ես դրանից քեզ ճանաչելով, ինձ դաժե հավես կլներ, որ դու այնքան պարզ ես, որ դու չես մտածում սպասի մի քիչ փափուկ ասեն, որ չներվի։ Չեմ հասցնում մտածեմ ուղղակի։ Հա, հարկ չկա, բայց դա մարդու ինչ որ կերպարն է, որը հավես է։ Հիմա մարդիկ կան դա չեն։ Բանը մել ես։ Կան մարդիկ։ Ով ինձ ասում է, որ ես շատ սուր եմ եւ այլն եւ այլն, ես ճնշվում եմ դրանից ու մտածում եմ պետքա ես դրա վրա աշխատամ։ Իրա խաթր։ Չէ, մտածում եմ ինքը որ ասում է ուրեմն տենց է։ Ոչ թե տենց այլ ոնց որ ուրեմն նայ ոնց է ես կամ ինչ որ խնդիր ունենամ իմ բնավորության մեջ, որը ես շատ չեմ նկատում, ու ինձ թվում է օքեյ է, որովհետեւ մարդիկ երկու ասած գիտեմ որ սենց եմ ու դա օքեյ են ընդունում, բայց կա, եթե կա մարդ մոտիկ ով ինձ ասում է, օրինակ այդ օքեյ չի քո պահվածքը, դու ագրեսիվ ես եւ այլն, կամ օրինակ չգիտեմ, դու լավ չես արտահայտում, մարդկանց կաս նեղացնես, ոնց է դա բան է լինում, որ փասան հասած ինչ որ բան կա, որ ես չէի նկատել, ես չգիտեմ որ սենց խնդիր ունեմ, ու ոնց որ ես սկսում եմ լարվել ու մտածել ես պետքա օրինակ ավելի փափուկ լինեմ, ես պետքա փոխվեմ եւ այլն եւ այլն։ Պրոստը էլ չի ինչ որ հասարակության նորմ ոնց որ դառնում իտագում ընդունելի պահվածք ինչ որտեղ երևի պահվածք չի, եթե adekvat նայես դրան, այդ ուղղակի եթե ես մարդկանց նեղացնում եմ, եթե իրոք տենց է։ Բայց դա կարող մարդու խնդիր է լինի, որ ինքը նեղանա, դու իրան չես նեղացնում, չէ՞։ Կարող է որ օրինակ սուր ինչ որ մեկի մասին արտահայտվում, ասում ոտ կինո ես նայում օրինակ, բայց նեղացնում եմ, այսինքն իմ պատասխանատվությունը ոչ թե մարդու որ նեղացավ։ Այսինքն իմ վրա պետք է աշխատեմ, էլի որ նորմալ խոսող։ Նորմալ արտահայտ։ Բայց դու կարաս նորմալ արտահայտես ու մարդը էլի ինչ որ ինձ նեղանա։ Բայց ոնց անես։ Դե հա։ Ոսա պրոստը պետք է իմ նման ստեղծեմ իմ բոբլը, ովքեր ինձ սիրում են եւ պաշտում են եւ
կողքների վրա են դնում ման են տալիս եւ չեն ասում որ սխալները կատականում չէ տենց պետք չի անել որովհետեւ չես զգում սխալները տենց անկապ ապրում գիտես այ բան ռուժ Գեշը իրոք Գիտես խի ասում որ ոնց որ դա դառնում ինչ որ սոցիալական նորմ որովհետեւ այդ ինչ որ քեզ ասում են դա ինչ որ բան է որը ավելի ընդունելի է մեծամասնության կողմից մեծամասնությանը ավելի կոմֆորտ է տենց բայց նույն ձև ինչ որ մարդ կարա լինի ով որ ասի ես ներվանում որ մարդիկ անդադ տենց տանկյունները փապկացնում են ինձ ավելի հավես է երբ որ ոնց մտածում են տենց է ասում են հիմա ինքն էլ է մարդ ինքն է կարծիքի իրավունք նույն արժեք ունի իր կարծիքը ինչ որ մյուսների կարծիքը ու եթե սա հասարակության մեջ իրապես մարդիկ լնեն այդ դեպքում էթիկը լներ ճիշտ պահված ոչ թե այն մեկը հենց որ ինձ թվում է որ ոնց կաս եթե էտելի ինչ որ նպատակ չունի իր մեջ ուրիշներին վնասելու то есть վնասվելուց նույն ձև են մարդիկ վնասվում ոնց որ այդ ներկած մազեր տեսնելուց ներվայնանում է այդ դեպքում եթե դու չես ինադու վնասում պետք է պրոստը տենց էլ շարունակես լինել որտեվ դա քո բնական վիճակն է էլի Այդ իմացած այդ կապված մի հատ բան էի տեսել մի հատ 7 էի կարդում տելևիզիա էի տեսնում չգիտեմ հիմա տենց է չէ որ ասում եմ 7 էի կարդացել ինչ որ ռիլ եմ տեսել հիմա չեմ հիշում իրոք որտեղից է ախպերս բայց որ ասում եմ բայց շատ ճիշտ բան էլի առողջ բան ասում եմ մարդիկ կոնտակտությունը խառնում են անկեղծ լինելու հետ ու ասում են օ ես պրոստը տիպ անկեղծ եմ ես ուղղակի իմ կարծիքն եմ ասում ու ասում եմ դա մոտ ես կարա լինել ոնց որ միշտ չէ ես բայց եղել է շրջանից որ ես մտածեմ օ ես պրոստը անկեղծ եմ ու առանց խորանալ կարայի նեղացնել մարդկանց բայց ինձ թվում է այդ անկեղծ լինելը անտակտությունը հենց այդ է որ դու չպետք է անտակտ լինես մարդկանց էմոցիաները արժեզրկես ու ոնց որ զգուշ մի քիչ երբ պետք է լինես ես անկեղծ քո կողմից չեմ հիշում вообще ինչ որ անտակտ հա ոնց որ ես այդ մի քանի տարի առաջ Իխոսքով մի 6-7 տարի առաջվանից երևի ես այդ խնդիրը ինքս իմ մեջ միշտ ունեմ կոնֆլիկտը ու փորձում եմ էլի ինքս իմ վրա աշխատել չեմ կարող ասեմ շատ մեծ արդյունքներ ունեմ բայց բան եմ ոնց որ իմ ուղեղում միշտ այդ խնդիրը արկա է էլի այնեք որ չգիտեմ ինչ որ մեկը ինձ հարցնի որն է քո ամենա վատ կողմը կարող է չասեմ բայց ես գիտեմ իմ մեջ որ առաջիններից է էլի գալիս իմ մտքին անտակտությունը մի քիչ Ну, անտակտ էլի Քոնը որն է ամենավատ գիծը քո Եթե ուզես ասել է պետք է մտածել Տենց բան կա ասում մարդուն տալիս ես թուղթ գրիչ ու ասում ես գրի քո լավ ու վատ կողմերը բայց ինձ մի հատ չէ երկու հատ չէ էլի օրինակ չեմ թիվ ես տալի 20 հատ վատ գիծ 20 հատ լավ ու սարսափելի դժվար է մարդկանց գրել իրանց բոտ գծերը որտեվ իրանք չգիտեն իսկ ես եմ 3-ից ավելի կամ կարող ես կամ թվարկեմ ինչ որ մտքից գա չէ դա տենց անկապ բայց որ դու ինքդ քո չէ որը որ կա բայց նկատնում ամենան կարող է չլինի էլի մի հատ կներես էլ ես ասեմ արագ բա ծրագրի էին գնացել 15 տարեկան էինք ու հենց հասանք տեղ մեզ ստիպեցին թղթի վրա գրել մեր դրական վատսական կողմերը ու ես вообще չէի մտածել երբեք միջով 15 տարեկանում այդ տարիքս երբևէ իմ վատ գծերի մասին ու ինձ մենքան չէի ճանաչում չէի հասկանում ինչ վատ գիծ կարամ ունենա ու ես պրոստը առաջի բանը որ մտքիս եկավ գրեցի բանը թափթփվածություն ես вообще թափթփված չեմ էլի աշխարհի իմ հետ թափես կապ չունի ու ես այդ էի գրել իրանք սկսեցին տենց ու բարձր կարդում էին քսաչո ու ես տենց Wanted հումորներ էին անում, դե բան են մոռացած երևի դու ես, բան ու ես այնց այնքան ինքս ինչ չէի զգում, ոնց որ ես չլինեմ այդտեղ, հա։ Այդ տենց։ Հա ուզում եմ ասեմ, տենց չհորինես, էլի որ հա ինչ գիտես։ Չէ, տենց չէ։ Խոսքի բան։ 15 տարի անց։ Դե գիտես օրինակ բաներ կա, որոնք շատ անձնական են, որտեվ մենակ դու էդի գիտես։ Խոսքի ես իմ մեջ ինչը չեմ սիրում միշտ, դա անվստահությունն է։ Ու դա միշտ ես ինչքան ավելի վստահ եմ դառնում, մեկը ես իմ մեջ չեմ սիրում անվստահությունը։ То есть այդ կարող է 10 տարի առաջ ահավոր շատ էր, հիմա զգալի քիչ, բայց հենց ինչ որ մի պահի ես ինձ բռնցնում եմ դրա վրա, որ ես իմ վրա վստահ չեղա, ես զզվում եմ այդ դրանից։ Իսկ եթե 10 տարի առաջվա դու լինեի ոնց որ իմանայիր ինչ ես արել ոնց որ այս վստահություն ունենայիր դու կհամարեիր քեզ անվստահ
հիմիկվա վիճակում, չէ, միանշանակ հակառակը դեր։ Ոնց որ այդ դրա համար ասում, որ անձնական բանը մենակ դու ներսում այդ իսկ գումես։ Ինձ դաժե ուրիշ մարդիկ եղել է, որ ասեն դու ինքնավստահ ես, բայց ես գիտեմ դրա տակ ինչ է թաքնված, էլի, ես գիտեմ թե ինչքանն է ինքնավստահություն, ինչքանն է բան ինքդ քեզ հաղթահարել խոսքի այդ պահին, որ դու քո դեմ գնաս եւ այլն եւ այլն։ Իսկ թվում է ինքնավստահությունը քո դեմ գնալը չի, ինքնավստահությունը ինչ որ default բան է, որ ինքն իրան տենց գնում է, իսկ երբ որ դու քո դեմ ես գնում, այդտեղ կա խոսքի, չգիտեմ, կամքի ուժ կամ նույն ինչ որ բան, բայց դու մեկ անվստահության վրա ես ասում, դա էլ է ինչ որ գնահատելի բան երևի, բայց դա այլ ինչ կա։ Իսկ նախանձ ես։ Չար ես։ Չար ինչ է։ Դա երկուսը գիտեի վատերից։ Չէ, նախանձ չար չէ։ Բան եմ, բռնկվող եմ, այդի հա, ես իմ կառավարումը կորցնում եմ մեկ-մեկ, երբ որ ես բան եմ ելնում, ես կարամ չար դառնում, կստացի այդ վախտերը, երբ որ խոսքի ինձ ջղայնացնեն, պրամ։ Դու ինքդ քեզ։ Չէ, ինչ որ մեկին ջղայնացնի, ես պրամ կարամ չար դառնեմ, ես խոսքից գամ, որ ես հիմա դիմացինից ճնշում եմ, բայց քան որ ինքը ինձ ջղայնացրել է, շարունակեմ իրան ճնշեմ, մինչև որ պրոստենց ոչնչացնեմ ու ինձ վատ զգամ դրա համար ջոգիր, բայց բոլոր արդյունքը մեկ արդյունքը վատ զգալն է, կապ չունի վատ։ Հա։ Մեղքի զգացողությունը դել է վատ բան, դա իմ մոտ շատ կա մեղքի զգացողություն, մանավանդ որ ինչ որ դեպքեր եղել են կյանքում, երբ որ էդի էլ ավելի է բան եղել, սնուցվել, ոնց որ ինչ որ մարդկանց կամ իրադարձությունների կողմից։ Ու էդի առանց դրա է կարել, ու էդի ես չեմ սիրում իմ մեջ այդ ոնց որ մի կողմից վատ հատկանիշ չէ նա առումով, որ դու նախ մի հատ քո կողմից ես նայում իրավիճակում, քո թերացումը ինչու՞մ է, բայց համ էլ շատ հաճախ լինում է, որ չկա իմ ինչ որ բան այդտեղ, դες вообще առիթ չկա մեղավոր զգալու, բայց ես սկսում եմ հորինել, ու դաժե մեկ էլ հանկարծ ոնց որ հիմա երբ որ կյանքումս կա adekvat մարդ, ես sense ինչ որ իրավիճակներում ինքս ինձ սկսում եմ բաննել, sense ասում եմ, sense սկսում եմ հորինել, թե ես այս իրավիճակում, որտեղ խոսքի ինքը sense այդ ես sense, հետո ես գնում մտածում եմ, որ այս overthinker։ Հա, խորանում ինչ որ ջոգում եմ, որ ես այդտեղ вообще պետք է տես չանեի բան ես կոմենկում, հետո այդ մարդը դեմ քննարկում, բարձում ինքը вообще չի ֆիքսվել դրա վրա խոսքի։ Նամար հա, դժվար է լավը ընդունել вообще։ Ընդունել որ արժանի ես լավին, չէ։ Ես կստացի միշտ մտածել եմ, որ ես արժանի եմ լավի, բայց ինչի որ բախվել եմ, մտածել եմ, որ դրան եմ արժանի այդ պահին։ Ես չի եղել, որ եթե բադ բանի բախվեմ, մտածեմ ես սյան արժանի չէի։ Oh, was good։ Դες կնոպքին չես անջատել, չէ։ Վերև հատաշն է։ Ջատա։ Ձեզ անջատես էլի։ Ոչմ, այդ էլ է հետաքրքիր մոմենտ իրականում։ Դրա շուրջ վերջեր շատ էի մտածում, вообще որ տխուր է, որ չես կարում լավի հետ համակերպվես, էլի։ Վրոդի լագիշն է, որ վատի հետ չես կարում, չէ, համակերպվես կյանքում։ Բայց նաև նենց հալնում, որ չես կարում ոչ թե համակերպվես, այլ հավատաս, որ իրոք տենց է, ու դա արդեն իսկ թվում է համակերպվելն է հենց, էլի, որ դու չես կարում հավատաս։ Ու ինձ այդ միտքը նաև շատ կարող խանգարի, որ ամեն ինչ դեպի վատը գնա, որովհետև քո ուղեղը մենակ վատ նո, մի քիչ կոպիտ է երևի ինչու, բայց սենց վատերի է միշտ պատրաստ ու դրա ակնկալիքով է ինչ որ բան։ Հա, դու արդեն Հա, դու ոնց որ ինքդ քեզ իսկապես կարաս կոդավորես, էլի, որ այդ ամեն ինչը լավ չգնա։ Դու մինիմում լարված ես։ Հա։ Դա արդեն Ու սենց ամեն ինչի մեջ արդեն սկսում ես ման գալ, էլի, այդ բանը, այդ կետերը։ Հա։ Բայց չէ, պետք է տենց լավ չի։ Հետո գիտես մի հատ ինչ գաղափար կա հարաբերությունների հետ կապված։ Օրինակ դու ոնց ես մտածում, այսպես միտք կա, որ ասում են հարաբերությունների մեջ պետք է մտնես, երբ որ դու լավ վիճակում ես հոգեպես։ Եթե դու ինչ-որ ծանր վիճակում ես, ինչ-որ բան, որ դի հաղթարես եւ այլն, այդ վաղ պետք չի մտնել հարաբերությունների մեջ, ու նույնիսկ եթե դիմացին դա այդ վիճակում պետք չի մտնել հարաբերությունների մեջ, որտեվ այդ վաղ 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 պետք չի մտնել հարաբ
տիպը հետո դուք իրար հետ եղաք, հետո երբ որ դա անցավ, կարող է вообще բարձր ոչ։ Ես մի կողմից համաձայն եմ դրա հետ, ես կողմից նա։ Դու ոնց ես մտածում դրա շուրջ։ Իսկ թվում է շատ թե քիչ պետքա նմանատիպ վարքավիճակ լինի ինձ թվում է, եթե տիպը երկուստե վատ խոսք։ Հա, երկուստե վատ Երկուստե վատ, դա ինձ թվում է կատաստրոֆա է։ Բայց ինձ թվում է, երբ որ կխեղդեք իրար, ճահիճ կլինի, ինչ որ պրոստա։ Դա ես ուղղակի միշտ լավ եմ լինելու, որ միշտ Նայ, ինձ ես օրինակ գիտեմ, որ նայ, երբ որ մեկը շատ վատ հոգեվիճակի մասին է, չէ՞ խոսքը։ Հենց որ մեկը վատ հոգեվիճակում լինի, տիպը sense դեպրեսիվ, չգիտեմ, տեղել ինչ բառեր կամենակետք։ Մի խոսքը այդ հոգեվիճակում լինի, ինչ որ լիք խնդիրներ ունենալիքին եւ այլն, ու դու լինես ոնց որ ինքդ քո հետ աշխատած, չգիտեմ, լավ, քիչ թե շատ ինչքանով դու գիտես, ոնց որ խաղաղ, ներդաշնակ եւ այլն, այդ ամեն ինչը ինձ թվում է դու բան ես, բռնում ես քո վրա այդ փրկիչի դերն ես դնում։ Ոնց որ քո միակ բանը, միակը կարող է, չէ, բայց քո գլխավոր առաքելությունը այդ հարաբերությունների մեջ դառնում է այդ մարդուն փրկելը, իսկ դա առողջ մոտեցում չի, ինձ թվում է առողջ հարաբերություն կառուցելու, որովհետեւ հարաբերությունը երկկողմանի հավասար, ինչ որ նույն ուղղությամբ գնացող բան պետք է լինի, երբ որ մարդիկ նույն ուղղությամբ են շարժվում, նույն արժեքներն ունեն, նույն բանն են ակնկալում կյանքից, գոնե մեծ բաներ տեսանքից օրինակ, չգիտեմ, ընտանիք, երեխեք, չգիտեմ, այս մոտավորապես կյանք, կամ չգիտեմ, ինչն է իրենց համար հիմնական արժեք եւ այլն, ու ինձ թվում է, երբ որ մեկը ընդհանրապես չի հասկանում այս կյանքում ինչ է անում, կամ ոչ թե տիպը ինչ գործոնում այսօր բան տենց չէ, ու հասկացար երևի ինչ նկատի ունեմ, ու իսկ այն մյուսը ոնց որ շատ հստակ գիտի ինքս կյանքից ինչ է ուզում, այդ ինձ թվում է այդ ոչ մի լավ տեղ չի տանել որ։ Եթե բայց հոգեվիճակա քո ժոգելով։ Ինձ թվում է, հա, որ ոնց որ երբ որ դեպրեսիվ լինես ու քեզ ամեն ինչ անիմաստ թվա, դու ոչ մի մոտիվացիա չունենաս, ու դու չիմանաս ինչ ես ուզում ես կյանքում, չգիտես вообще ոչ մի ինչ ես։ Չէ, բայց դու կաս դեպրեսիվ չունես, կաս լավ լինես, բայց չիմանաս ինչ ես ուզում։ Չէ, դա եմ ասում, ինչ ես ուզում կյանքում։ Դա օքեյ է, այսինքն։ Նայ, ինձ թվում է նրա մասին չի թե դու ինչ գործ ես ուզում, ինչ գործով ես ուզում զբաղվես։ Ինձ թվում է նրա մասին է թե դու ոնց ես տեսնում, ոնց որն է քո արժեք կյանքում, ինչի ես ձգտում, էլի հիմնական մեծ բանի։ Օրինակ ինձ հիմա վատ չէ, բայց ես ոչ ման չեմ ձգտում, բայց դա լավ է, ոնց որ հստակություն կա, չէ։ Այսինքն քեզ մոլորված չես ուզում, այսինքն դու չգիտես ուզում ես վաղ ապրես, թե չես ուզում։ Դու հասկանում ոնց որ մի խոսք։ Դրա համար, իսկ օրինակ եթե երկուստը վատ են, այդ կարա փոխօգնությամբ իրար դուրս հանելու իրար հետ հակառակը փոխխեղդել։ Իսկ այս աշխարհում չկա ոչ մի հարաբերության տեսակ, որը կարա աշխատի 100%-ով։ Տենց Դանշոնը բայց դա պրям վախենալու է, թվում է։ Իհարկե վախենալու է, բայց դեռ իրան կանանգստանա, բայց ինձ թվում է տարբերակ է, որովհետև դե որ տենց լինի, ոնց որ շատ այդ տիպը վատ հոգեվիճակում գտնվող մարդիկ մենակ լինեն միշտ։ Այդ երկրորդ կողմն է, որտեղ այդ ինչ որ դասիր, այդ ոչ թե վատ լինելու, այլ մինչ այդ որ այդ բրկիչ ու ինչ որ հայացքներ։ Նշանի չէ ինչ որ դու խոսում ես, նո։ Այդ հենց այն կողմն է, որ այդ որ համաձայն եմ։ Բայց մյուս կողմն է նա, որ իսկ եթե վատ է հոգեվիճակը, ինչ անես, մենակ լրվես, հա իսկ բայց դրա հետ մեկտեղ դու գիտես, որ չէ, հենց դա կոնման գտնես, կարող լավ չի, պետքա գտնել մարդու, որ առողջ է։ Դու այսինքն գտնել փրկիչ, հա։ Ու քամել այդ մարդը։ Շատ էգոիստություն է, շատ։ Հա։ Այնա մի հատ բան է, գնաց վիդեոին եմ, այդ բաներ, մի հատ տղա էր, ով ոնց է բողոքում էր կյանքից։ Որ տիպիկ տղա։ Չէ։ Հայ չէր։ Բողոքում էր, որ տիպը սկսել է հարաբերություններ, մի հատ աղջիկը հետո դեպրեսիա մեջ եղել, շատ վատ եւ այլն, ու այդ աղջիկը հաղթարել է դեպրեսիան, ու երբ որ իր մոտ ինչ որ վատ շրջան սկսած, աղջիկը թողել է իրեն։ Ու ոնց որ դա տղային հասած, որն է եղել քո կյանքի ամենացավոտ բանը, որ քեզ ասել են, ասում է այդ աղջիկն է եղել, ասել է դու ինձ ոնց որ տիպը փրկեցի, հանեցիր այդ բանի մեջից, բայց ես ոնց որ պատրաստ եմ լինել քեզ համար։ Ես մեծ հավասար չի աշխատում, էլի, այսինքն դու միակողմանը ջանքը տղավործածում ես, всё։ Դու լավ ես։ Այսինքն դու իրան փրկում ես, բայց ինքը իրան նպատակը քո հետ լինելը չի։ Այսինքն դու ինքը քեզ որպես գործիք օգտագործում ես։ Պետք է երկուստը փրկիչ է։ Արդար չի։ Այո։ Ոչ մի եթե երկուստը վատ հոգեվիճակում է, պետք է երկուստը փրկիչի դեր վերցնել։ Չէ, որովհետև այդ մի քիչ գիտելիքնես չի ներում այս բան հստակ հիշում այդ բանը, բայց հոգեբանության մեջ տենց բան գոյություն է, կորուգա կոչվում, փրկիչ ու զոհ, այդ շրջանը ընդհանուր փոխվում է, եթե երկու մարդկանց մեջ ոնց որ հիմնականում մարդկանց մեկը վերցնում է փրկիչի դեր, մյուսը զոհի, բայց ինչքանով գիտեմ էլ ինչ չքլնգյան, հա, բայց եթե նա ինչ որ մեկ
Բայց ոնց որ ասում եմ այդ ձերքերից մեկի մեջ ոնց որ դերային փոփոխությունը ասենց հաճախ լինի կարող է։ Դե օքեյ է։ Ինձ թվում է, չգիտեմ։ Աշուն ինձ թվում է լավ որ ոչ մեկ փրկիչ չլինի։ Ոայ կնի ոչ մեկ փրկիչ ոնց որ փիլիսոփա չնեն էլ իրար փրկեն։ Ոչ մեկ չի կարող փրկեն ինձ մարդուն ինձ թվում է։ Չէ, ինձ թվում է։ Կարա ձերչիսկի, բայց դու ուղղակի գործիք ես, այսինքն դու այդ բանը, այդ ուժերը վեր չունես, էլի դու ուղղակի սիրում ես մարդուն։ Բայց դու բավարարություն ես ստանում քո փրկիչությունից։ Հա, մարդիկ կան, ովքեր ուզում են, ասենց։ Հա։ Ուզում են էլ այդ չոր վեր։ Իսկ այդ ենթագիտակցորեն է կարա լինի, էլի միշտ չի այդտենց աշխատում, ու պատճառները կան տարբեր լինեն, բայց այդ էլ է խնդիր, այսինքն այստեղ խնդիրը ոչ միայն այն մարդիկ են, ովքեր փնտրում են միշտ փրկողներ, այլ նավեն մարդիկ, ովքեր փնտրում են զոհեր, որ կարողանան փրկել, բայց էլ եմ ասում, այստեղ շատ տարբեր կարող լինի պատմությունները միշտ չի այդպես ինձ աշխատում, այդ ուղղակի մի հատ օրինակ կարող լինի կյանքում, բայց ամեն դեպքում Չէ, դու ասում ես փրկիչ գտնես ու կամես, դա իհարկե կատակ էր, բայց ուզում եմ ասել, որ իսկ եթե դու վատ հոգեվիճակում ես։ Կատակ ես ասում, բայց ես շատ շատերը այդ ուղղակի տենց են օգտագործում։ Մարդկա։ Ես գիտեմ տենց մարդկանց, որ տենց են вообще իրանք ապրում։ Խաները բոլոր ես աղջիկները գիտեմ։ Ուզում եմ ասեմ, եթե վատ է վիճակը, տեղից քեզ վատ է ու միակ բաներից, որ մի քիչ գարանտիա ունի, որից քեզ լավ է լինելու, դա ուրիշ մարդու հետ լինել։ Արցեն չինք փրկիչ կլինի թե չէ, հա, հարց չկա։ Բայց եթե այդ մարդուն վատ է հիմա, ինքը ուզում է իրեն լավ լինի, ինքը գիտի, որ դա իրեն լավ կլինի։ Դժվար է, չէ՞, այդ մարդու համար իրան ստիպի ասի ես հանուն գաղափարի ինձ կզրկեմ ինչ որ լավ բան ստանալուց, երբ որ ինձ վատ է։ Կշարունակեմ մնալ վատի մեջ մինչև դզվեմ, չգիտեմ։ Ես ասեմ, ըստ ինձ առողջ հոգեբանության մարդը ինչ կանի այդ իրավիճակում, երբ որ իրեն վատ է ու իրեն թվում է իրեն կարող փրկի միայն ինչ որ ուրիշ մարդ է, ինքը ուղղակի կհասկանա, որ այդ խնդիրը այդ չի կարող տենց լինի, ու այդ երբեք տենց չի աշխատում, ոչ մեկին չի փրկում, ու այս կյանքը տենց չի կառուցված, կգնա կգտնի մասնագետ, կսկսի աշխատել հոգեբանի հետ, կգտնի իր ներքի խնդիրները, թե ինչի է որ իրեն փրկում, իրեն թվում է թե ինչ որ մեկը կարող իրեն փրկի, եթե ինքը վատ հոգեվիճակում է ու այդ լուծում չի կարող լինի ուրիշ մարդ։ Դու պետք է քո խնդիրները հաղթահարես, հետո նոր սկսես բաց լինել նոր հարաբերություն։ Հա, այդ ինձ թվում է ֆիզիոլոգիական տարբերակով ոնց կարող։ Հա, ֆիզիոլոգիական տարբերակով, բայց դու ինչքան մարդ գիտես առողջ հոգեվիճակով։ Ես, գերներս, այդքան։ Ոչ։ Նա, բայց նայ, դաժե դու առողջ հոգեվիճակով մարդ, իմ մոտ կա ինչ որ անվանենք դա առողջ։ Ինչ որ իրավիճակում ենթադրում եմ, որ դու կարող ես հիմիկվա այս թափությունը չունեն լակի։ Կարաս չունեն ասել, ոնց որ այդ պահի մեջ գտնվելուց դու դաժե չճոգես, որ քեզ վատ է, որ դու ինչ որ մեկի մեջ փրկիչ ես մանգալի ու նման բաներ։ Դու կարող ես այդ բանը չվորսես, որ հետո ասես, «Օ, ինձ հիմա վատ է, սպասի գնամ հոգեբանի»։ Երբ որ քեզ լավ է, դու այդ վաղտ կարաս մտածես, եթե ինձ լինի վատ, ես կգնամ հոգեբանի։ Երբ որ քեզ կախված իրավիճակից էլ դու կարող ես ինչ որ օքեյ վիճակի մեջ լինես, օքեյ իրադարձության մեջ լինես, իսկ կարող է խոսքի ինձ ինչ որ մեկի ճանկերի մեջ լինես, որ դու չճոգես ինչա կատարվում ու չճոգես որ քեզ հոգեբան է պետք։ Դե քո մոտ չէ, էլի մնացած բոլորի մոտ նկատի ունեմ բացի քեզնից։ Չգիտեմ, ինձ թվում է այս հարաբերությունից ինչ խոսա։ Հա, ոնց է։ Որ բայց սկսած չի լսում։ Ինձ թվում է միջով այդ մարդու ճանկերի մեջ հայտնվելը շատ երկար։ Որ ասացի որ կարաս ինչ որ ոնց ասացի, մի հատ ասես։ Ոսում եք անենց իրավիճակը լինի, որ նես մարդու ճանկերը մեջ հայտնվես։ Ճանկերն է հիշում։ Հա։ Դրա համար հարցրի, այս հարաբերություններից ենք խոսում, թե թռչուններից։ Իշ ճանկեր։ Էլի կարող է իդեալիստական հնչի։ Ու մեկ տենց բան կա, չէ՞ որ ասում են, «Օ, աչքով միտում, քո հետ կլինի բան տես բաներ»։ Բայց ինձ թվում է, երբ որ դու 18 տարեկան ես, 16 ես, 22 ես, արդեն այսինքն ինչ որ փով ինքդ քեզ ճանաչում ես, գիտես դու ինչ ես փնտրում ես կյանքում, ինչ ծավի հարաբերություն ես փնտրում, ինչն է քեզ պետք, ինչ ծավի մարդկային արժեքները որ քեզ գրավում է եւ այլն։ Ըստ այդ մարդու ճանկերի մեջ հայտնվելը, այսինքն իմ համար այդ արտահայտությունը ենթադրում է, որ արդեն ինչով ակարդես իրարված լինել ու չկարողանալ ինքդ քեզ փրկել ու նկատել իրականությունը, պետքա մի հատ լավ ուսումնասիրես, հասկանաս ինչքանով արժի այդ մարդու սիրարվել թե ոչ։ Դու կտես նախապես գրանցում ես հասկանում ես արժի սիրարվել թե չէ։ Շատ վատ է հնչում իհարկե, ոնց որ շատ հաշվարկային է հնչում, բայց ինձ թվում է
երբ որ սկսում ես ճանաչել մարդուն, դու պետք է ինքդ քեզ կոմենտ շատ է բանը հնչում, ռոբոտական է հնչում, բայց, հա? Չգիտեմ, բայց ինձ թվում է դու ոնց որ շատ կառավարելի չի, բայց ինձ թվում է միջև սիրարվելը, հենց մի պահ կա, որ հետաքրքրված ես ինչ-որ մեկով ու միջև սիրարվելը, ինձ թվում է այդ շրջանում դու պետք է ամեն դեպքում adekvatությունը աշխատած չկորցնես ու տրամաբանություն բաց պահես ու փորձես ոնց որ հասկանաս ինչքանով է ոնց որ այսօր մարդը ով քեզ պետք է ինչքանով է ստանալու այնտեղ որտեղ քեզ է պետք եւ այլն, էլի ինձ թվում է այդ շրջանում քանի դեռ միջավայրից սիրարված չես կարող այդ սիրարվածություն կա եւ այլն ու քանի դեռ շանս ունես հետ կանգնելու ու ինքդ քեզ փրկելու ինձ թվում է պետք է անես այդ իմ մոտ օրինակ բանի ոնց ասիր ճանաչել հետաքրքրված լինելու սիրարված լինելու արարքու սիրարվելու արանքում մի քանի ժամ ա եղել ոնց պետք է չի հասցնի դες դա սիրարվել եւ ոնց որ էլի ստադիաներով է բնականաբար ոնց որ չեմ ասում հետաքրքիր ասում ոնց որ ես թվում ասած այն շատ թեթև սիրարվածություն էլի դեռ կառավարելի է քանի դեռ չես խրվել կակաշկայի մեջ միջև վերջ դու պետք է մի հատ հասկանաս ինչքանով է քեզ պետք դա բայց ես դու էլի իդեալական տարբերակ ես ասում իսկ պատկերացրու ես փորձել եմ հələ որ դեռ չեմ խրվել այն շատ պատկերացրու որ մանիպուլատոր է կողքին դու չես ժողով ես մի անգամից իսմա նկատ Pis manipulator, լավ manipulator, որ չես նկատել։ Շատ չի լինում տենց հանքի։ Իստում է չափից շատ եմ սենց բան անում, էլի։ Ոչ թե գցում բռնում, բայց իստում է ես սենց զգուշ ես։ Շատ զգուշ եմ շփման մեջ, որ ոնց մի անգամից իստում է ես բան եմ անում, բռնում եմ այդ չգիտեմ, էլի։ Չեմ ասում եմ բան manipulator, տենց զռացող։ Դեբիլ manipulator չէ, էլի, որ անգամից հասկանաս, բայց իստում է լիքը բաներ կա, էլի, որ հենց առաջին պահից դու կարաս հասկանաս, էլի, մարդ։ Նենց manipulator, որ դաժե ինքը չի ջոգում, որ ինքը manipulator։ Ոչ manipulator-ը ինքը չի նստում, բայց գիտես, ես ինչ լավ manipulator-ը։ Manipulator չես այդ խր։ Իստում է։ Չգիտեմ հարաբերության մեջ ոնց է, բայց դու իմ մոտ մեղքից գացողությունը կրկին ստիպում է, որ ես ինձ մեկ զգամ manipulator-ը, խոսքի ինչ որ բան կարող անեմ Կարա նախքին ինչ որ ժամանակ հետո ինչա նախքին հետո ու հետո ջոգել թեխի ես տենց արեցի ու ջոգում եմ որ ես դա արեցի որ ինձ հարմարացնեմ իրավիճակը բայց вообще դա գիտակցված չի եղել ու դա ես չգիտեմ դաժե դա կարող շատ բնական բան է բնական ու մանր բաներն բոլորն են բայց եթե մեղքից գացողությամբ տառապում ես այդ վաղ կարող ես սկսես տենց բան ինչ որ ֆրոնիկա ու ուրիշ մտերից է գալիս դա պետք է լուծես Չի։ Որտե՞ց է գալիս։ Չեմ կարող ասում հոգեբան չեմ բացած։ Բայց դու զգացել ես որ իմ մոտ կա այդ։ Դու ասեցի։ Դու դենից ասես դու քրոնիկը որտե՞ց ջոգիր բաներ ասեցի։ Որտե ամեն ինչի մասին է խոսալուց ասում ես մեղքի զգացողություն։ Դա մի անգամ խոսացիք մեկի։ Շատ ես ասում, ես թվում է դա նորմալ չի։ Չի որ նստես ամեն կոմունիկացիայից հետո նստես մտան։ Նորմալ չի ամեն կոմունիկացիայից հետո նստել մտածել ես ինչ-որ բան սխալ արեցի։ Բայց ես դες չեմ անում։ Սխալ եմ ճիշտ է։ Մեղքի զգացումը առաջին։ Բայց դա մի բան ասացիր։ Նոր։ Չէ, մի քիչ առաջ։ Որ խոսում եմ օրինակ ինչ որ բան կարելի ու քեզ թվա որ ինչ որ բան սխալ ես արել գնաս։ Այդ ասում ինչ որ տենց իրավիճակ կարելի ոչ թե ասում լյուբո իրավիճակ։ Օրինակ իմ մոտ մեղքի զգացումը չի լինում։ Դա մի բան չէ, էլի, որտեվ մի քիչ առաջ դու իր ասում, ես անտակտ եմ, խոսքի անտակտ բաներ եմ ասում, նեղացնում եմ մարդկանց, իմ մոտ չի լինում մեղքի զգացողություն։ Սկա պետք է լինի։ Ալավ, իշոց։ Մի քիչ չէ լավ չի։ Չելին։ Լավ, թող մնա գացիկ։ Լավ։ Դու նենց ուրախ ես իմ մոտ բարության որ իրոք չի լինում։ Դες բայց ոչ չէ։ Ներածնում ես մարդկանց դու ասիր։ Բայց ես չեմ ասում, չեմ եղած, եթե ես մտածում եմ որ մի բան չուզելով եմ անում, այդ ես մեղ չի։ Բայց պետք է նավսակի ավելի ուշադիր լինեմ, որ ինք չնեղվեմ։ Այսօր վատ եմ զգում, երբ որ մարդիկ նեղվում են, բայց ես մեղավոր չեմ զգում։ Համ հիմնական եղել է դեպքի իհարկե, բայց շատ քիչ, որովհետև ինձ թվում է չեմ խոսք։ Շատ Ես մոտ մարդ եմ։ Քանի՞ ժամ ենք խոսալու։